Մեկուսի մի խրճիթում միայնակ ու դժվարին կյանքով էր ապրում մի տարեց կին, աղքատության տարիներ առաջ անհետացած որդու բացակայության մեջ։ Մի օր սոված մի երիտասարդ թակում է նրա դուռը, այն, ինչ սկսվում է որպես առատաձեռնության պարզ դրսորում, հանգեցնում է մի բացահայտման, որը կփոխի նրանց կյանքը։ Մայր ու որդի, բախվելով թաքնված ճշմարտությանը, պետք է հաշտվեն մի անցյալի հետ, որը թվում էր կորսված։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ասել, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Արը դեռ չէր ծագել, երբ տիկին Հեղինեն բացեց աչքերը։ 72 տարվա կյանքն իր ուսերին ծանրացել էր քարերի պես, որոնք նա կրում էր ամեն օր, ինչ իրեն հիշում էր։ Փայտե մահճակալը ճռճռում էր նրա նիհար մարմնի տակ, մի ձայն, որը դարձել էր Շիրակի մարզի մի խուլ գյուղում, Գյումրիի մերձակայքում կորած այս փոքրիկ ու համեստ տան առավոտյան սիմֆոնիայի մի մասը, որտեղ քաղաքակրթությունը կարծես մոռացել էր հասնել։ Նա դանդաղ վեր կացավ, զգալով, թե ինչպես է յուրաքանչյուր հոտ բողոքում շարժման դեմ։ Կոշտացած ձեռքերը բռնեցին բարակ ներքնակի եզրից, մինչդեռ նրա բոբիկ ոտքերը դիպան անհարթ տախտակներից հատակին։ Լուսաբացի ցուրտը ներս էր սողոսկում պատի ճեղքերից, հիշեցնելով, որ ձմեռը մոտենում է, որ նա մեկ անգամ պետք է ուժ գտներ միայնակ դիմակայելու դրան։ Առօրյան միշտ նույնն էր։ Կրկնության մեջ կար որոշակի ապահովություն, մի մխիթարություն, հստակ իմանալու մեջ, թե ինչ է լինելու հետո։ Տիկին Հեղինեն վառեց նավթի լամպը, քանի որ էլեկտրականությունը երբեք չէր հասել այս լքված տարածք, որտեղ նա տարիներ առաջ կառուցել էր իր կացարանը։ Թույլ լույսը լուսավորեց խրճիթի ներսը, բացահայտելով թեփոտված պատեր, հին կահույք մի պարզություն, որը սահմանակից էր թշվառությանը։ Փոքրիկ խոհանոցում, որը նա ծառայում էր որպես հյուրասենյակ ընդհանուր սենյակ, կենտրոնում դրված էր փայտե սեղան։ Դրա վրա միշտ նույն իրերն էին՝ ճմրթված ալյումինե բաժակ, խորը ափսե, լարով ասած ճաքով, ժամանակից մաշված փայտե գդալ։ Փայտի վառարանի կողքին, կիսատ բրնձի պարկ լոբու մեկ այլ պարկ, որը պետք է հերիքեր մինչ ամսվա վերջ։ Լիքը մառան չկար, բազմազանություն չկար։ Կար միայն այն, ինչն անհրաժեշտ էր մարմինը գործող վիճակում պահելու համար։ Տիկին Հեղինեն ջուր դրեց եռալու։ Սուրճը ջրիկ էր, պատրաստված երեկվա մրուրից, խառնած մի պտխունց նոր աղացած սուրճի հետ։ 2 շաբաթ էր, ինչ շաքարավազ չկար, բայց նա այլս պակասը չէր զգում։ Համի զգացողությունը, ինչպես շատ այլ բաներ, սովորել էր բացակայությանը։ Մինչ սպասում էր ջրի եռալուն, նա նայեց առանց ապակու պատուհանից, որը պաշտպանված էր միայն մի տախտակով, որն ինքն էր մեխել։ Դրսում օրը սկսում էր բացվել։ Տարածքի շուրջ բոլորը ծառերը ճոճվում էին քամուց, արձակելով մի ձայն, որը նա անգիր գիտեր։ Թռչունները սկսում էին երգել, ազդարարելով մեկ օր։ Շատերի համար դա կլիներ նոր սկիզբ, լի հնարավորություններով։ Տիկին Հեղինեի համար դա կլիներ պարզապես մեկ օր, նախորդների նման, նշանավորված միայնությամբ գոյատելու մշտական պայքարով։ Նա խմեց տաք սուրճը, զգալով, թե ինչպես է հեղուկն իջնում տաքացնում դատարկ ստամոքսը։ Հետո սկսեց պատրաստել այն, ինչը պետք է լիներ իր ճաշը նա ընթրիքը, մի բուռ բրինձ, մի քանի հատիկ լոբի, եթե բախտը բերեր, մի կտոր դդում, որը դեռ մնացել էր տան հետում պահպանվող խղճուկ բանջարանոցի վերջին բերքից։ Շատ չէր, բայց դա այն էր, ինչ ուներ։ Եվ տիկին Հեղինեն զրկանքների այդքան երկար տարիների ընթացքում սովորել էր երախտապարտ լինել քչի համար։ Մինչ լոբին էր խառնում կաթսայում, նրա միտքը թափառում էր։ Դա անխուսափելի էր։ Լռության պահերին, երբ ձեռքերն ավտոմատ կերպով աշխատում էին, հիշողությունները վերադառնում էին անողոք ալիքների պես։ Նա փորձում էր չմտածել, փորձում էր միտքը զբաղեցնել, բայց դա անհնար էր։ Որոշ ցավեր չափազանց խորն էին անտեսվելու համար, որոշ վերքեր երբեք լիովին չէին սպիանում։ Ժամանակ կար, երբ նրա կյանքն այլ էր։ Ոչ շքեղ, ոչ հարուստ, բայց այլ։ Այդ տանը ձայներ կային, ծիծաղ կար, կյանք կար։ Տիկին Հեղինեն մի պահ փակեց աչքերը, թույլ տալով, որ հիշողությունը կերպարանք ստանա։ Մի փոքրիկ տղա, մուգ մազերով հետաքրքրասեր աչքերով, վազում էր բակում։ Նրա բարակ ձայնը կանչում էր. Մամա, մամա, տես ինչ եմ գտել։ Հողոտ ձեռքերում բռնած միջատ, մի ջուղ, ցանկացած բան, որը կարթնացներ մանկական հետաքրքրասիրությունը։ Գաբրիել։ Նրա անունը Գաբրիել էր։ Տիկին Հեղինեի սիրտը սեղմվեց կրծքում։ Նա արագ բացեց աչքերը, հեռացնելով հիշողությունը, կարծես տաք ածուխ հեռացներ։
Չէր կարելի դրա մասին մտածել։ Չէր կարելի թույլ տալ, որ ցավը տիրի իրեն ոչ հիմա, ոչ այն ժամանակ, երբ դեռ մի ամբողջ օր կար առջում անելիքներ։ Տխրությունը շքեղություն էր, որը նա չէր կարող իրեն թույլ տալ, որովհետև եթե սկսեր լաց լինել, գուցե երբեք չդադարեր։ Բայց հիշողությունները չէին ենթարկվում բանականությանը։ Նրանք գալիս էին, երբ ուզում էին իրենց հետ բերելով որոնումների, հույսի, հուսահատության տարիների ողջ ծանրությունը։ Տիկին Հեղինեն հիշում էր այն սարսափելի օրվա յուրաքանչյուր մանրամասն, թե արդեն այնքան տարիներ էին անցել։ Այն օրը, երբ Գաբրիելն անհետացավ իր կյանքից։ Նա աշխատում էր դաշտում, գիզիչ արի տակ, փորձելով չոր հողից պոկել իր տղայի ապրուստը։ Այն ժամանակ կյանքն արդեն դժվար էր։ Ամուսինը հեռացել էր տարիներ առաջ, անկարող դիմանալու աղքատությանն ու պատասխանատվությանը։ Հեղինեին թողել էր միայնակ, գրկին մանուկ առանց որևէ միջոցի։ Բայց նա պայքարեց։ Աշխատեց ուրիշների տներում, լվացք կարեց, ամեն ինչ արեց, որպեսզի որդին գոնե ուտելիք ունենար գլխավերում, տանիք։ Բայց դա բավարար չէր։ Երբեք բավարար չէր։ Երբ Գաբրիելը 6 տարեկան էր, իրավիճակն անտանելի դարձավ։ Տիկին Հեղինեն այլս չէր կարողանում միաժամանակ աշխատել, խնամել տղային։ Հենց այդ ժամանակ հայտնվեց տիկին Սոնան, բարի տեսքով մի կին, որն ապրում էր քաղաքում, եկեղեցի էր հաճախում։ Նա օգնություն առաջարկեց, ասաց, որ Երանում մի ընտանիք գիտի, լավ մարդիկ, որոնք պատրաստ են մի որոշ ժամանակ խնամել Գաբրիելին, կրթություն տալ, լավ սնունդ, հնարավորություններ, որոնք Հեղինեն երբեք չէր կարող առաջարկել։ Միայն մինչ ոտքի կանգնես, ասել էր տիկին Սոնան։ Միայն մինչ գործերդ լավանան։ Հետո կգնաս տղայիդ հետից։ Հեղինեն սկզբում դիմադրեց։ Որդուց բաժանվելու գաղափարը, նույնիսկ ժամանակավորապես, անտանելի էր։ Բայց սովը սեղմում էր, տանիքը կաթում էր, երբ անձրում էր, Գաբրիելն օրեցօր նիհարում էր։ Նա նայեց որդու դեմքին, այդ մեծ ու անմեղ աչքերին կայացրեց իր կյանքի ամենադժվար որոշումը։ Համաձայնեց։ Տիկին Սոնան Գաբրիելին տարավ մի կիրակի օր։ Հեղինեն հիշում էր, որ 1000 անգամ համբուրել էր տղայի դեմքը, բռնել նրա փոքրիկ ձեռքերը, խոստացել, որ շուտով, շատ շուտով, նրանք նորից միասին կլինեն։ Գաբրիելը լաց եղավ, կառչեց մոր փեշից, բայց տիկին Սոնան միաժամանակ խիստ էր, բարի։ Սա նրա համար լավ կլինի, Հեղինե։ Կտեսնես։ Սա լավագույնն է տղայի համար։ Դա վերջին անգամն էր, որ տիկին Հեղինեն տեսավ իր որդուն։ Օրերը վերածվեցին շաբաթների, շաբաթները ամիսների։ Տիկին Հեղինեն ավելի լավ աշխատանք գտավ, մի քիչ գումար հավաքեց, տունը կարգի բերեց։ Պատրաստ էր գնալ Գաբրիելի հետից։ Բայց երբ գնաց տիկին Սոնային փնտրելու, պարզեց, որ կինը տեղափոխվել է։ Ոչ ոք չգիտեր, թե ուր։ Նա թակեց բոլոր դռները, հարցրեց բոլորին, ովքեր ճանաչում էին տիկին Սոնային, բայց ոչ ոք տեղեկություն չուներ նրա կամ տղայի գտնվելու վայրի մասին։ Հուսահատությունը պատեց Հեղինեին։ Նա գնաց ոստիկանություն, բայց քանի որ աղքատ էր, միջոցներ չուներ, ոչ ոք նրա գործը լուրջ չընդունեց։ Տվել ես երեխային, հիմա հետ ես ուզում, ասացին։ Այդպես չի լինում։ Նա փորձեց փաստաբան վարձել, բայց գումար չուներ։ Երան էր գնում ամեն անգամ, երբ կարողանում էր մի քիչ գումար հավաքել ավտոբուսի տոմսի համար, շրջում էր թաղամասերով, ցույց տալիս Գաբրիելի մաշված լուսանկարն անծանոթներին, բայց երբեք ոչ մի հետք չգտավ։ Տարիներն անցան։ Հույսը, որը սկզբում վառվում էր որպես ուժգին բոց, կամաց վերածվեց մարմրող ածուխի, հետո մոխրի։ Տիկին Հեղինեն երբեք չդադարեց փնտրել, բայց կյանքի իրականությունը, գոյատելու անհրաժեշտությունը ստիպեցին նրան ընդունել, որ գուցե այլս երբեք չտեսնի որդուն։ Գուցե նա լավ էր, գուցե ունեցել էր այն ավելի լավ կյանքը, որը ինքը երբեք չէր կարող առաջարկել։ Հենց սրանից էր նա կառչում ամենամիայնակ գիշերներին, երբ ցավը չափազանց մեծ էր դիմանալու համար։ Այժմ 72 տարեկանում տիկին Հեղինեն ապրում էր այդ մեկուսի խրճիթում, հեռու ամեն ինչից, բոլորից։ Նա աստիճանաբար հեռացել էր հասարակությունից, անկարող դիմանալու հարցերին, խղճահարության հայացքներին, դատարկ խոստումներին, թե ամեն ինչ կլավանա։ Այստեղ, անտառի լռության մեջ, նա կարող էր գոյություն ունենալ, առանց որևէ մեկին իր ցավը բացատրելու։ Լոբին պատրաստ էր։ Տիկին Հեղինեն անջատեց կրակը, նստեց սեղանի շուրջ, նայելով ուտելիքով լի ափսեին։ Նրա միտքը վերադարձավ ներկա, հեռացնելով հիշողությունները, որոնք համառորեն տանջում էին իրեն։ Նա պետք է ուտեր, պետք է մարմինը գործող վիճակում պահեր։
Ոչ թե անպայման իր համար, այլ զուտ համառությունից, ամբողջովին հանձնվելուց հրաժարվելու պատճառով։ Կեսօրը եկավ դանդաղ ու տոտ։ Տիկին Հեղինեն դուրս եկավ փոքրիկ բանջարանոցը խնամելու։ Բույսերը թույլ էին, որոշներն արդեն չորացել էին անողոք արից ջրի պակասից։ Նա ջրեց այն, ինչ կարողացավ, ջրհորի ջրով, որը նույնպես ցամաքել էր։ Յուրաքանչյուր կաթիլ թանկարժեք էր, յուրաքանչյուր ռեսուրս պետք է կառավարվեր առավելագույն խնամքով։ Մինչ ծնկաչոք աշխատում էր հողի վրա, ձեռքերը ցեխոտ, նա մի ձայն լսեց։ Քայլեր։ Ինչ-որ մեկը մոտենում էր։ Տիկին Հեղինեն զարմացած գլուխը բարձրացրեց։ Հազվադեպ էր, ինչ-որ մեկը գալիս այստեղ։ Ճանապարհը դժվար էր, լի մոլախոտերով, քչերը գիտեին, որ նա ապրում է այս մոռացված վայրում։ Նա դանդաղ վեր կացավ, ձեռքերը սրբելով մաշված գոգնոցին։ Սկզբում չկարողացավ տեսնել, թե ով է։ Արի լույսը, ուժեղ ուղիղ, մութ ուրվագիծ էր ստեղծում հորիզոնի ֆոնին։ Բայց երբ կերպարանքը մոտեցավ, տիկին Հեղինեն կարողացավ ավելի լավ զանազանել։ Երիտասարդ տղամարդ էր, գուցե 30 անց։ Բարձրահասակ, նիհար, հագուստով, որը լավագույն օրերն էր տեսել։ Վերնաշապիկը կեղտոտ էր փոշուց ու քրտինքից, տաբատը ծնկների մոտ պատրված էր։ Մուգ մազերը խառնված էին, դեմքին երկար քայլած մարդու հոգնածության դրոշմը։ Բայց այն, ինչն ամենաշատը գրավեց Հեղինեի ուշադրությունը, աչքերն էին։ Նույնիսկ հեռվից նա կարողանում էր տեսնել, որ դրանք հոգնած աչքեր էին, աչքեր, որոնք շատ բան էին տեսել, որոնք անտեսանելի բեռ էին կրում։ Տղամարդը կանգնեց նրանից մի քանի մետր հեռավորության վրա, տատանվելով։ Կարծես գնահատում էր, շարունակի թե՞ հետ դառնա։ Նրա կեցվածքում կար մի բան, որը բացահայտում էր անհարմարավետություն, խոցելիություն։ Վերջապես, նա մի քանի քայլ արեց նորից կանգնեց։ Բարի օր, ասաց նա, խռպոտ ու ցածր ձայնով։ Տիկին Հեղինեն անմիջապես չպատասխանեց։ Նա զարմացած էր, շփոթված, նա մի փոքր անհանգիստ։ Գյուղում միայնակ ապրող կանայք սովորում էին զգույշ լինել անծանոթներից։ Բայց մինույն ժամանակ այդ տղամարդու մեջ կար մի բան, որը սպառնալից չէր թվում։ Իրականում կար ակնհայտ փխրունություն, մի մարդկայնություն, որը դիպավ նրա ներսում ինչ-որ բանի։ Բարի օր, վերջապես պատասխանեց նա, ձայնը տարիքի հետ համեմատ ամուր։ Կներեք, որ անհանգստացնում եմ, շարունակեց տղամարդը, նյարդային շարժումով ձեռքը տանելով մազերի միջով։ Ես ճանապարհով անցնում էի ծուխ տեսա։ Մտածեցի, գուցե այստեղ ինչ-որ մեկը կա։ Ես սոված եմ։ Երեկվանից բան չեմ կերել։ Դուք որևէ բան կունենաք, ինչ էլ լինի։ Ես վճարելու գումար չունեմ, բայց կարող եմ աշխատել, ինչ-որ գործ անել դրա դիմաց։ Տիկին Հեղինեն լուռ նրան դիտում էր։ Այդ ձայնի մեջ անկեղծություն կար, մի ազնվություն, որը հնարավոր չէր կեղծել։ Եվ կար նազսպված հուսահատություն, մի հիմնական կարիք, որը նա լավ գիտեր։ Սովը։ Իսկական սովը, այն, որը ցավեցնում է, որը թուլացնում է, որը նվաստացնում է։ Նա պետք է կասկածեր։ Պետք է նրան հեռացներ։ Բայց նրա ներսում ինչ-որ բան, մի մաս, որը դեռ հրաժարվում էր ամբողջովին կոշտանալ ու փակվել, այլ կերպ արձագանքեց։ Ներս արի, ասաց նա, զարմացնելով ինքն իրեն։ Քիչ բան ունեմ, բայց կարող եմ կիսվել։ Տղամարդու դեմքին թեթացումն ակնթարթային էր։ Շնորհակալ եմ, ասաց նա, ձայնը խեղդվելով։ Շատ շնորհակալ եմ, տիկին։ Դուք չեք պատկերացնի, թե սա ինչքան բան է նշանակում։ Տիկին Հեղինեն ձեռքով նշան արեց, որ նա իրեն հետի։ Նրանք վերադարձան տուն, նա, արջից, տղամարդը, մի քանի քայլ հետից։ Երբ մտան խրճիթ, տղամարդը շուրջը նայեց, տեսնելով վայրի ծայրահեղ պարզությունը։ Ոչ մի մեկնաբանություն չարեց, բայց Հեղինեն նկատեց նրա դեմքի արտահայտությունը։ Դա խղճահարություն չէր, դատապարտում չէր։ Դա ավելի շատ նման էր հասկացողության։ Նա մատուցեց այն, ինչ ուներ, իր համար պատրաստած բրնձի լոբու մնացորդը։ Ամեն ինչ դրեց ափսեի մեջ տվեց տղամարդուն, որը նստեց սեղանի շուրջ մի ակնածանքով, որը սահմանակից էր կրոնական երախտագիտությանը։ Կարող ես ուտել, ասաց Հեղինեն։ Շատ չէ, բայց սա է, ինչ կա։ Տղամարդը վերցրեց գդալը, սկսեց դանդաղ ուտել, կարծես համտեսում էր յուրաքանչյուր պատառ։ Հեղինեն կանգնած էր, նրան դիտելով։ Իր ներսում տարօրինակ բան էր կատարվում, մի զգացողություն, որը չէր կարողանում բացահայտել։
Կարծես ինչ-որ բան, ինչ-որ հեռավոր հիշողություն, փորձում էր մակերես դուրս գալ։ Դուք այստեղ միայնակ եք ապրում, հարցրեց տղամարդը պատառների միջ։ Այո, կտրուկ պատասխանեց Հեղինեն։ Որքան ժամանակ է։ Երկար ժամանակ։ Տղամարդը գլխով արեց, հարգելով նրա զսպվածությունը։ Մի քանի րոպե լուրջ շարունակեց ուտել։ Հետո, գրեթե ամաչկոտ, նա հարցրեց. Դուք ընտանիք ունեք։ Հարցը Հեղինեին հարվածեց որպես բռունցքի հարված ստամոքսին։ Մի պահ նա չկարողացավ պատասխանել։ Հին ցավը, որը նա փակված էր պահում կրծքում, սպառնում էր դուրս հորդել։ Բայց նա իրեն զսպեց, ինչպես միշտ էր անում։ Ոչ, վերջապես ասաց նա, ձայնն ավելի ցածր։ Ես ոչ ոք չունեմ։ Տղամարդը նայեց նրան, Հեղինեի մոտ տպավորություն ստեղծվեց, որ նա կարող է տեսնել բառերից այն կողմ, կարող է զգալ այն տխրությունը, որը նա փորձում էր թաքցնել։ Այդ հայացքում կար կարեկցանք, մի հասկացողություն, որը գալիս էր նրանից, ով նույնպես ճանաչում էր միայնությունը։ Ես էլ, մեղմ ասաց նա։ Ես էլ ոչ ոք չունեմ։ Հաջորդած լռությունը խիտ էր, լի չասված հույզերով։ Հեղինեն նստեց մյուս աթոռին, ձեռքերը միահյուսած սեղանի վրա։ Նա չգիտեր ինչու, բայց զգում էր, որ պետք է մնա այնտեղ, այդ պահին, այդ անծանոթի հետ, որն ինչ-որ կերպ այդքան էլ անծանոթ չէր թվում։ Որտեղից ես գալիս, հարցրեց նա։ Տղամարդը վերջացրեց ուտելը, նոր պատասխանեց։ Նա բերանը սրբեց ձեռքի թիկունքով խորը հոգոց հանեց։ Հեռվից, ասաց նա։ Արդեն որոշ ժամանակ է, ճանապարհորդում եմ։ Փնտրում եմ լավ չգիտեմ ինչ։ Պատասխաններ, գուցե։ Մի վայր, որտեղ ես պատկանում եմ։ Մեկին, ով է։ Նա կանգ առավ, կարծես չափից շատ էր ասել։ Հեղինեն սպասեց, բայց նա չշարունակեց։ Եվ գտել ես, հարցրեց նա։ Տղամարդը տխուր ժպտաց։ Դեռ ոչ։ Բայց շարունակում եմ փնտրել։ Հեղինեն դանդաղ գլխով արեց։ Նա դա հասկանում էր ավելին, քան տղամարդը կարող էր պատկերացնել։ Անվերջ որոնումը մի բանի, որը գուցե երբեք չգտնվի։ Համառ հույսը, որը հրաժարվում էր ամբողջովին մեռնել, նույնիսկ այդքան հիասթափություններից հետո։ Արը սկսեց մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն կարմիր երանգներով։ Տղամարդը նկատեց վեր կացավ։ Ես պետք է գնամ, ասաց նա։ Արդեն չափից շատ չարաշահեցի ձեր հյուրընկալությունը։ Բայց երբ նա վեր կացավ, ինչ-որ բան տեղի ունեցավ։ Գուցե դա այն ձն էր, որով մայրամուտի լույսը լուսավորեց նրա դեմքը։ Գուցե դա այն ձն էր, որով նա թեքեց գլուխը։ Կամ գուցե դա պարզապես այն բոլոր հիշողությունների կուտակված ծանրությունն էր, որոնք Հեղինեն փորձել էր ճնշել ամբողջ օրը։ Բայց նրա ներսում ինչ-որ բան խառնվեց, մի ճանաչում, որը իմաստ չուներ, մի անհնարին հարազատություն։ Նա ավելի ուշադիր նայեց նրա դեմքին։ Մուգ աչքերը, ծնոտի գիծը, այն ձը, որով նա կնճռում էր ճակատը, երբ մտածում էր։ Եվ հանկարծ, կարծես մի շղարշ բարձրացվեր, նա տեսավ։ Ոչ թե այն տղամարդուն, որը կանգնած էր իր դիմաց, այլ այն տղային, որը նա եղել էր։ 6 տարեկան մի տղա, նույն աչքերով, նույն ձով գլուխը թեքելու սովորությամբ, երբ շփոթված կամ անհանգիստ էր։ Հեղինեի սիրտը սկսեց արագ բաբախել։ Չէր կարող լինել։ Դա անհնար էր։ Նրա ուղեղը փորձում էր բանական բացատրություններ գտնել, բայց նրա սիրտը, այն մայրական սիրտը, որը երբեք չէր դադարել փնտրել, գիտեր։ Պարզապես գիտեր։ Անունդ ինչ է, հարցրեց նա, ձայնը թեթակի դողալով։ Տղամարդը նայեց նրան, զարմացած նրա տոնի հանկարծակի փոփոխությունից։ Գաբրիել, պատասխանեց նա։ Իմ անունը Գաբրիել է։ Աշխարհը կանգ առավ։ Օդը կարծես դուրս եկավ Հեղինեի թոքերից։ Նա կառչեց սեղանից, որպեսզի չընկնի, զգալով, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Գաբրիել։ Այն անունը, որը նա հազարավոր անգամներ կրկնել էր տարիների ընթացքում, աղոթքներում, երազներում, հուսահատության պահերին։ Իր կորցրած որդու անունը։ Գաբրիել, կրկնեց նա, ավելի շատ իր համար, քան նրա։ Տղամարդը կնճռեց ճակատը, հասկանալով, որ ինչ-որ բան այն չէ։ Տիկին, դուք լավ եք։ Նստեք։ Բայց Հեղինեն չէր կարողանում խոսել։ Արցունքները սկսեցին հոսել նրա կնճռոտ դեմքով, արցունքներ, որոնք նա այնքան երկար էր զսպել, որ հիմա կարծես անվերահսկելիորեն հորթում էին։
Նա նայում էր այդ տղամարդուն, այդ աչքերին, որոնք ճանաչում էր, այդ դեմքին, որը կրում էր այն մանկան գծերը, որին օրորել էր, այն տղայի, որին կորցրել էր։ Եվ հետո մի ձայնով, որը պարզապես կոտրված շշուկ էր, նա ասաց այն բառերը, որոնք 20 տարուց ավելի խրված էին մնացել իր կոկորդում. Գաբրիել։ Իմ տղան։ Այդ բառերին հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Գաբրիելը քարացել էր, նայելով իր դիմացի տարեց կնոջը, կարծես նա խոսել էր մի օտար լեզվով, որը ինքը չէր կարողանում հասկանալ։ Նրա ուղեղը փորձում էր մշակել այն, ինչ հենց նոր լսել էր, բայց կարծես բառերն իմաստ չունեին, կարծես պատկանում էին մի այլ իրականության։ Ինչ, միայն դա կարողացավ ասել նա, ձայնը խռպոտ ու անվստահ։ Տիկին Հեղինեն դողում էր։ Նրա ձեռքերն այնքան ուժեղ էին կառչել սեղանի եզրից, որ մատների հոդերը սպիտակել էին։ Արցունքները շարունակում էին հոսել, ուղիներ գծելով նրա ծերացած դեմքի խորը ակոսներով։ Նա փորձեց խոսել, բայց հուզմունքը չափազանց մեծ էր, կոկորդը չափազանց սեղմված։ Այն ամենը, ինչ կարողանում էր անել, նրան նայելն էր, այն դեմքին, որն այնքան հարազատ էր մի նույն ժամանակ այնքան անծանոթ։ Դու իմ որդին ես, կրկնեց նա, ձայնը կոտրված, բայց այս անգամ ավելի ամուր։ Իմ Գաբրիելը։ Ես գիտեմ, որ դու ես։ Ես ճանաչում եմ այդ աչքերը։ Ես ճանաչում եմ ճակատդ կնճռելու այդ ձը։ Դու իմ տղան ես։ Գաբրիելը մի քայլ հետ արեց, կարծես բառերը ֆիզիկական հարվածներ լինեին։ Գլուխը սկսեց պտտվել, հատվածական ու շփոթված հիշողությունները կայծակների պես բռնկվում էին մտքում։ Մուգ մազերով մի կին բռնել է իր ձեռքը։ Փոքրիկ տուն։ Պարզ ուտելիքի հոտ։ Մի ձայն, որ օրորոցային է երգում։ Բայց այդ հիշողություններն այնքան հին էին, այնքան հեռավոր, որ նա երբեք վստահ չէր եղել, դրանք իրական են, թե պարզապես իր հուսահատ երակայության արդյունքը։ Ոչ, ասաց նա, գլուխը թափահարելով։ Ոչ, դա չի կարող լինել։ Մայրս ինձ թողել է։ Լքել է ինձ, երբ ես երեխա էի։ Նա չի ուզեցել ինձ հետ մնալ։ Նա… Ոչ, Հեղինեի ձայնը կտրեց օդը ցավի ճիչի պես։ Ոչ, որդիս։ Ես քեզ երբեք չեմ լքել։ Երբեք։ Ես քեզ փնտրել եմ։ Փնտրել եմ տարիներով, տասնամյակներով։ Երբեք չեմ դադարել փնտրել։ Գաբրիելը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Նա հենվեց փայտե պատին, փորձելով կանգուն մնալ, մինչ իր ողջ աշխարհը սկսում էր փլուզվել։ Այն ամենը, ինչին նա հավատացել էր, այն ողջ պատմությունը, որը կառուցել էր իր կյանքի, իր ինքնության մասին, այդ պահին կասկածի տակ էր դրվում։ Տիկին Սոնան, շարունակեց Հեղինեն, բառերը շտապողական, հրատապ դուրս թռչելով։ Մի կին կար, Տիկին Սոնա անունով։ Նա ասաց, որ կխնամի քեզ, որ քեզ կտանի երանի մի լավ ընտանիք, միայն մինչ ես կարողանամ ոտքի կանգնել։ Բայց նա անհետացավ։ Քեզ տարավ ու անհետացավ։ Ես հետիցդ եկա, Գաբրիել։ Գնացի ոստիկանություն, փնտրեցի ամենուր, բայց երբեք չկարողացա քեզ գտնել։ Գաբրիելը ամուր փակեց աչքերը, փորձելով կարգի բերել մտքերը, որոնք քաոսի մեջ էին։ Տիկին Սոնա։ Այդ անունը։ Նա գիտեր այդ անունը։ Դա այն կինն էր, որը խնամել էր իրեն, երբ փոքր էր, մինչ Ալեքսանյանների ընտանիքը կորթեգրեր իրեն։ Նա ասում էր, որ մայրը հեռացել է, որ նոր կյանք ունի, այլս չի ուզում իր մասին լսել։ Բայց մի՞թե նա ստել էր։ Մի՞թե այն ամենը, ինչին նա հավատում էր, կեղծ էր։ Ես չեմ հասկանում, մրմնջաց նա, բացելով աչքերը Հեղինեին նայելով շփոթության ու ցավի խառնուրդով։ Եթե դու ինձ փնտրել ես, ինչու երբեք չես գտել։ Ինչպես է հնարավոր, որ այս բոլոր տարիների ընթացքում… Ես աղքատ էի, Գաբրիել, ընդհատեց Հեղինեն, ձայնը լի խորը տխրությամբ։ Ես միջոցներ չունեի, ազդեցություն չունեի, ոչինչ չունեի։ Ոստիկանությունը իմ գործը լուրջ չընդունեց։ Նրանց համար ես ընդամենը մի թշվառ կին էի, որը տվել էր իր որդուն հիմա հետ էր ուզում։ Նրանք չէին հասկանում։ Ոչ ոք չէր հասկանում, որ ես քեզ չէի տվել, որ ես պարզապես փորձում էի քեզ ավելի լավ կյանք ունենալու հնարավորություն տալ։ Գաբրիելը զգաց, որ իր ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Հին զայրույթը, մի վիրավորանք, որը նա կրում էր այնքան երկար, սկսեց վերածվել մի այլ, ավելի բարդ բանի։ Նա իր ողջ
Կյանքն անցկացրել էր, հավատալով, որ մայրը իրեն չի ուզեցել, որ ինքը բավականաչափ լավը չի եղել, որ իր մեջ ինչ-որ սխալ բան է եղել, որը ստիպել է նրան լքել իրեն։ Այդ համոզմունքը ձավորել էր, թե ով է ինքը դարձել, ազդել էր յուրաքանչյուր որոշման, յուրաքանչյուր հարաբերության, իր կյանքի յուրաքանչյուր պահի վրա։ Եվ հիմա այս կինը, այս տարեց ու փխրուն տիկինը, ասում էր, որ ամեն ինչ սուտ էր, որ նա իրեն փնտրել է, որ նա երբեք չի դադարել իրեն սիրել։ Նստիր, տղաս, մեղմ ասաց Հեղինեն, դողացող ձեռքը մեկնելով դեպի նա։ Խնդրում եմ, նստիր։ Եկ խոսենք։ Մենք պետք է խոսենք։ Գաբրիելը տատանվեց։ Նրա մի մասը ուզում էր վազել, փախչել այդ կործանարար բացահայտումից, վերադառնալ իր հին կյանքի անտեղյակ ապահովությանը։ Բայց մյուս մասը, ավելի խորը մասը, գիտեր, որ չի կարող։ Ոչ հիմա։ Ոչ սրանից հետո։ Նա պետք է իմանար ճշմարտությունը, որքան էլ այն ցավոտ լիներ։ Դանդաղ, նա շարժվեց դեպի աթոռը նստեց։ Հեղինեն նստեց նրա դիմաց, ձեռքերը դեռ դողում էին, աչքերը դեռ արցունքոտ։ Երկար պահ նրանք պարզապես նայում էին միմյանց, երկու հոգի, պատառոտված նույն ողբերգությունից, վերջապես վերամիավորված այդքան ժամանակ անց։ Պատմիր ինձ, վերջապես ասաց Գաբրիելը, ձայնը գրեթե շշուկ։ Պատմիր ամեն ինչ։ Սկզբից։ Եվ Հեղինեն պատմեց։ Հուզմունքից խեղդված ձայնով նա պատմեց ամեն ինչ։ Խոսեց այն մասին, թե ինչպես էր մենակ մնացել Գաբրիելի հոր հեռանալուց հետո, թե ինչպես էր պայքարել տղային միայնակ մեծացնելու համար, աշխատելով ցանկացած գործ, որ պատահում էր։ Խոսեց ճնշող աղքատության, այն գիշերների մասին, երբ սոված էր քնում, որպեսզի Գաբրիելը կարողանար ուտել։ Խոսեց այն հուսահատության մասին, որը ստիպեց իրեն վստահել տիկին Սոնային, այն խոստման մասին, որ դա ժամանակավոր կլինի, որդու հեռանալը տեսնելու անտանելի ցավի մասին։ Երբ դու գնացիր, ասաց Հեղինեն, ձայնը կոտրվելով, կարծես սիրտս կրծքիցս պոկեցին։ Ամեն օր առանց քեզ տանջանք էր։ Ցերեկն աշխատում էի, հավաքում էի ամեն կոպեկ, որ կարողանում էի, իսկ գիշերը տեղեկություններ էի փնտրում։ Հարցնում էի բոլորին, ցույց տալիս քո լուսանկարը, օգնություն աղերսում։ Բայց տիկին Սոնան անհետացել էր առանց հետք թողնելու, դու նրա հետ։ Նա դադար տվեց, սրբելով արցունքները, որոնք չէին դադարում հոսել։ Ես մի քանի անգամ Երան եմ գնացել։ Քայլել եմ փողոցներով, որոնց գոյության մասին անգամ չգիտեի, թակել եմ անծանոթների դռներ, փնտրել եմ մանկատներում, եկեղեցիներում, ցանկացած վայրում, որտեղ կարող էի պատկերացնել, որ դու կարող ես լինել։ Բայց երբեք ոչինչ չգտա։ Կարծես դու անհետացել էիր երկրի երեսից։ Գաբրիելը լուր լսում էր, յուրաքանչյուր բառ սուր շեղբի պես խոցում էր նրա հոգին։ Նա ուզում էր կասկածել, ուզում էր թերություններ գտնել պատմության մեջ, ուզում էր պաշտպանվել այն ցավից, որը զգում էր իր ներսում աճելիս։ Բայց չէր կարողանում։ Հեղինեի ձայնի մեջ, նրա խոսելու ձի մեջ կար մի բան, որն անհնար էր ժխտել։ Դա իր որդուն կորցրած մոր ցավն էր, մի անմշակ ու իսկական ցավ, որը հնարավոր չէր կեղծել։ Իսկ դու, մեղմ հարցրեց Հեղինեն, աչքերը փնտրելով նրանը։ Ինչ է պատահել քեզ հետ, որդիս։ Որտեղ ես եղել այս բոլոր տարիներին։ Գաբրիելը ձեռքը տարավ դեմքին, փորձելով կարգի բերել իր մանկության հատվածական հիշողությունները։ Ես շատ բան չեմ հիշում առաջին տարիներից, սկսեց նա դանդաղ։ Հիշողությունները շփոթված են, կարծես մի գլուխկոտրուկի կտորներ, որոնք իրար չեն համապատասխանում։ Ես հիշում եմ մի փոքրիկ տուն, մի կնոջ, որը երգում էր, ինձ ապահով զգալը։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Նա դադար տվեց, խորը շունչ քաշելով, նոր շարունակեց։ Տիկին Սոնան ինձ տարավ Երան, ինչպես դու ասացիր։ Նա մի որոշ ժամանակ խնամեց ինձ, բայց քնքուշ չէր։ Նա ասում էր, որ մայրս հեռացել է, որ թողել է ինձ, որովհետև այլս չի ուզեցել։ Ես ամեն գիշեր լաց էի լինում, հարցնում էի, թե երբ ես վերադառնալու, բայց նա միշտ նույն բանն էր ասում, որ դու երբեք չես վերադառնալու, որ ես պետք է քեզ մոռանամ։ Հեղինեն ցավից տնքաց, ձեռքերով փակելով բերանը։ Լսել որդու տառապանքի մասին, իմանալ, որ նա մեծացել է հավատալով, թե ինքը լքել է նրան, ավելի վատ տանջանք էր, քան այն ամենը, ինչ նա երբեք զգացել էր։ Մոտ 2 տարի անց շարունակեց Գաբրիելը, ձայնը ստանալով ավելի հեռավոր երանգ, կարծես անջատվում էր հիշողությունների ցավից, տիկին Սոնան ինձ տարավ մի ընտանիքի մոտ։ Ալեքսանյանների։ Նրանք հարուստ էին, ապրում էին Երանի կենտրոնում։ Հսկայական տուն ունեին, մեքենաներ, այն ամենը, ինչ մարդ կարող էր ցանկանալ։
Եվ նրանք ինձ որդեգրեցին։ Նա առանց ուրախության ծիծաղեց։ Պետք է որ երջանիկ ավարտ լիներ, այնպես չէ՞։ Աղքատ տղան, որին փրկեց հարուստ ընտանիքը։ Բայց այդպես չէր։ Նրանք ինձ ուզում էին որպես հաղթանշան, որպես բարի գործ ընկերներին ցույց տալու համար։ Ես թանկարժեք հագուստ ունեի, սովորում էի մասնավոր դպրոցում, նյութապես ամեն ինչ ունեի։ Բայց սեր չունեի։ Երբեք սեր չեմ ունեցել։ Գաբրիելը ուղիղ նայեց Հեղինեին, նա կարողացավ տեսնել խորը ցավը նրա աչքերում։ Ես մեծացա, հավատալով, որ իմ մեջ ինչ-որ սխալ բան կա։ Որ եթե իմ սեփական մայրը ինձ չի ուզեցել, եթե ինձ որդեգրած ընտանիքը չի կարողացել ինձ իսկապես սիրել, ուրեմն խնդիրը իմ մեջ պետք է լինի։ Ես իմ ողջ կյանքն անցկացրել եմ, փորձելով բավականաչափ լավը լինել, փորձելով արժանանալ ինչ-որ մեկի սիրուն։ Բայց երբեք չի ստացվել։ Արցունքներն այժմ հոսում էին նա Գաբրիելի դեմքով։ Եվ ամենավատն այն է, որ ես քեզնից բարկացած էի։ Այնքան ատելություն կար քո հանդեպ, ինձ լքելու համար։ Ես երազում էի մի օր քեզ գտնել, միայն թե ասեմ, թե որքան ես ինձ ցավեցրել, որքան է քո բացակայությունը կործանել իմ կյանքը։ Բայց հիմա… Ձայնը կտրվեց, նա ստիպված եղավ կանգ առնել, խեղդվելով հուզմունքից։ Հեղինեն դանդաղ վեր կացավ աթոռից մոտեցավ նրան։ Նրա ծեր ու դողացող ձեռքերը անսահման քնքշությամբ դիպան Գաբրիելի դեմքին, կարծես դիպչում էր մի թանկարժեք ու փխրուն բանի, որը կարող էր կոտրվել ցանկացած պահի։ Որդիս, շնջաց նա, ձայնը լի սիրով ու զղջումով։ Իմ տղան։ Եթե կարողանայի ժամանակը հետ տալ, եթե կարողանայի ամեն ինչ փոխել, ես ամեն ինչ այլ կերպ կանեի։ Ես երբեք չպետք է վստահեի տիկին Սոնային։ Ես երբեք չպետք է թույլ տայի, որ դու գնաս, անկախ նրանից, թե որքան դժվար էր։ Բայց ես մտածում էի, որ լավագույնն եմ անում քեզ համար։ Ես միայն ուզում էի, որ դու երջանիկ լինելու հնարավորություն ունենաս։ Գաբրիելը բռնեց նրա ձեռքերը, ամուր սեղմելով, կարծես կառչում էր փրկողակից փոթորկոտ օվկիանոսի մեջ։ Ես գիտեմ, ասաց նա, ձայնը կոտրված։ Ես դա հիմա գիտեմ։ Բայց այնքան տարիներ են կորսվել։ Այնքան բաներ, որ մենք երբեք չենք ունեցել։ Ես քո կարիքն ունեի, մամ։ Ես այնքան քո կարիքն ունեի։ Մամա բառը տասնամյակների ընթացքում առաջին անգամ դուրս եկավ նրա շուրթերից, այն ասելով Գաբրիելի ներսում ինչ-որ բան ամբողջովին կոտրվեց։ Նա սկսեց իսկապես լաց լինել, խորը հեկեկոցներ, որոնք ցնցում էին նրա ողջ մարմինը։ Հեղինեն նրան քաշեց իր գիրկը, բռնելով այն ամբողջ ուժով, որ իր փխրուն մարմինը թույլ էր տալիս, լաց եղավ նրա հետ։ Նրանք այդպես մնացին երկար ժամանակ, մայր ու որդի վերջապես վերամիավորված, լաց լինելով կորսված տարիների, ընդհանուր ցավի, այն ամենի անարդարության համար, ինչ տեղի էր ունեցել։ Փոքրիկ խրճիթը վկայում էր այդ ցավի ու հաշտության պահը, հին պատերը ներծծում էին երկու հոգիների արցունքներն ու տնքոցները, որոնք վերջապես վերագտել էին միմյանց։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ հուզականորեն ֆիզիկապես հյուծված էին։ Գիշերն ամբողջովին իջել էր, միակ լույսը գալիս էր նավթի լամպից, որը Հեղինեն վառել էր ավելի վաղ։ Ստվերները պարում էին պատերին, ստեղծելով մի մթնոլորտ, որը միաժամանակ մտերմիկ էր, սյուրռեալիստական։ Ինչպես հայտնվեցիր այստեղ, հարցրեց Հեղինեն, դեմքը սրբելով գոգնոցի փեշով։ Ինչպես եղավ, որ հասար ինձ։ Գաբրիելը խորը շունչ քաշեց, փորձելով ուշքի գալ։ Ես ինչ-որ բան էի փնտրում, ասաց նա։ Մի քանի ամիս առաջ Ալեքսանյանները մահացան։ Նրանք ծեր էին, ես միակ ժառանգն էի։ Հանկարծ ես ամեն ինչ ունեի, գումար, գույք, բիզնեսներ։ Բայց դրանցից ոչ մեկն իմաստ չուներ։ Ես շուրջս էի նայում հասկանում, որ բոլորովին մենակ եմ աշխարհում։ Ոչ ոք չկար, ով իսկապես հոգ տաներ իմ մասին, ոչ ոք, ով ինձ իսկապես սիրեր։ Նա նայեց իր սեփական ձեռքերին, կարծես դրանցում պատասխաններ էր փնտրում։ Սկսեցի մտածել քո մասին։ Թե ով էիր դու, որտեղ կլինեիր։ Արդյոք դեռ ողջ էիր։ Արդյոք զղջում էիր արածիդ համար։ Ես պետք է իմանայի։ Այսպիսով, ես ամեն ինչ թողեցի, սկսեցի փնտրել։ Գնացի հին արխիվներ, փորձեցի գտնել տիկին Սոնայի հետքերը, հարցրի մարդկանց, ովքեր կարող էին քեզ ճանաչել։ Եվ ինչ-որ բան գտար, հարցրեց Հեղինեն, շունչը պահած։ Հատվածներ, պատասխանեց Գաբրիելը։ Պարզեցի, որ դու տարիներ առաջ ապրել ես Գյումրիում։
Ինչ-որ մեկն ինձ ասաց, որ դու տեղափոխվել ես գյուղ, մի մեկուսի վայր։ Շաբաթներ անցկացրի փնտրելով, քաղաքից քաղաք գնալով, հարցուփորձ անելով։ Փողս ճանապարհին վերջացավ։ Ստիպված եղա որոշ բաներ վաճառել, ավտոստոպով գնալ, ոտքով քայլել։ Չգիտեմ, թե ինչ էի ակնկալում գտնել։ Գուցե պատասխաններ։ Գուցե պարզապես խաղաղություն։ Նա Հեղինեին նայեց մի արտահայտությամբ, որը խառնում էր անհավատությունն ու մի բան, որը կարող էր երախտագիտություն լինել։ Եվ հետո ես տեսա այս տան ծխնելույզից դուրս եկող ծուխը։ Ես հոգնած էի, սոված, աննպատակ։ Մտածեցի ուտելիք խնդրել, մի փոքր հանգստանալ, նոր շարունակել։ Երբեք չէի պատկերացնի, որ կգտնես այն, ինչ փնտրում էիր, ավարտեց Հեղինեն, հոգնած դեմքին հայտնված փոքրիկ տխուր ժպիտով։ Գաբրիելը գլխով արեց։ Կարծես ճակատագիրն ինձ այստեղ բերեց։ Այս բոլոր տարիներից, այս ողջ հեռավորությունից հետո ես հայտնվեցի հենց քո դռան առաջ։ Նրանք նորից լռեցին, մշակելով այդ պահի մեծությունը։ Այնքան շատ բան կար ասելու, այնքան հարցեր պատասխանելու, այնքան վերքեր բուժելու։ Բայց նա մի տարօրինակ խաղաղություն էր սկսում ձևավորվել, մի զգացողություն, որ գուցե, միայն գուցե, ամեն ինչ կարող է սկսել կարգավորվել։ Մնա, հանկարծ ասաց Հեղինեն, ձայնը հուզական դողի հետ համեմատ ամուր։ Այս գիշեր մնա։ Վաղը ավելի շատ կխոսենք, կմտածենք, թե ինչ անենք։ Բայց այսօր, պարզապես մնա։ Թույլ տուր, որ որդիս կողքիս լինի, թեկուզ մի գիշեր։ Գաբրիելը շուրջը նայեց համեստ խրճիթին, տեսնելով այն ծայրահեղ աղքատությունը, որում ապրում էր մայրը։ Սիրտը սեղմվեց, գիտակցելով, որ մինչ ինքը մեծանում էր առանձնատներում, հաճախում թանկարժեք դպրոցներ նյութապես ամեն ինչ ուներ, նա այստեղ էր, այս մոռացված վայրում, ապրում էր գոյատելու համար նվազագույնով։ Այս ամենի անարդարությունը գրեթե անտանելի էր։ Ես կմնամ, ասաց նա։ Բայց ոչ միայն այս գիշեր, մամ։ Ես քեզ նորից չեմ լքի։ Երբեք։ Հեղինեն նորից սկսեց լաց լինել, բայց այս անգամ դրանք այլ արցունքներ էին։ Դրանք թեթացման, երախտագիտության, մի հույսի արցունքներ էին, որը նա կարծում էր, թե վաղուց կորցրել է։ Նա Գաբրիելի դեմքը բռնեց ձեռքերի մեջ, նայեց նրա աչքերին, անգիր անելով յուրաքանչյուր մանրամասն, յուրաքանչյուր գիծ, կարծես վախենում էր, որ նա կարող է անհետանալ, եթե թարթի։ Ես քեզ սիրում եմ, ասաց նա, այն բառերը, որոնք պահել էր այնքան տարիներ, վերջապես ազատ արձակվելով։ Ես միշտ քեզ սիրել եմ։ Ամեն օր, ամեն գիշեր, ես մտածում էի քո մասին։ Ես աղոթում էի, որ դու լավ լինես, որ երջանիկ լինես։ Դու միշտ իմ որդին ես եղել, Գաբրիել։ Միշտ։ Ես էլ քեզ եմ սիրում, մամ, պատասխանեց Գաբրիելը, այդ բառերն ասելով, զգաց, կարծես մի հսկայական բեռ ընկավ ուսերից։ Մի բեռ, որը նա կրում էր մանկուց, լքվածության ցավը, չսիրված լինելու, ոչ միտեղ չպատկանելու զգացումը։ Այդ ամենը սկսում էր ցրվել այս փխրուն, բայց ուժեղ կնոջ ներկայությամբ, որն անցել էր այդքան բանի միջով, երբեք չէր հանձնվել։ Այդ գիշեր Հեղինեն Գաբրիելի համար անկողին պատրաստեց իր ունեցած սակավաթիվ վերմակներով։ Հարմարավետ չէր, շքեղ չէր, բայց Գաբրիելի համար կատարյալ էր։ Որովհետև իր կյանքում առաջին անգամ նա քնում էր նույն տանիքի տակ, ինչ իր իսկական մայրը, այն կինը, որը սիրել էր իրեն նախքան իր ծնվելը։ Քնելուց առաջ Հեղինեն նստած էր նրա կողքին, շոյելով մազերը, ինչպես սովոր էր անել, երբ նա փոքր էր։ Գաբրիելը փակեց աչքերը, թույլ տալով, որ այդ պարզ, բայց խորը քնքշությունը պարուրի իրեն։ Եվ այդ պահին, չնայած ողջ ցավին, բոլոր հարցերին, որոնք դեռ պետք է պատասխանվեին, նա զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել, խաղաղություն։ Քնիր, որդիս, շշնջաց Հեղինեն։ Վաղը նոր օր է։ Եվ այս անգամ մենք այն կդիմավորենք միասին։ Գաբրիելը քնեց մոր ձայնի հնչյունների ներքո, տասնամյակների ընթացքում առաջին անգամ նրա երազները չէին տանջվում լքվածության ու միայնության մղձավանջներով։ Նա երազում տեսավ հին հիշողություններ, որոնք այժմ իմաստ ունեին, մի ապագա, որը գուցե կարելի էր կառուցել անցյալի ավերակների վրա։ Հեղինեն ավելի երկար արթուն մնաց, նայելով որդուն, որին կորցրել ու վերագտել էր։ Սիրտը լի էր հակասական հույզերով, ուրախություն, տխրություն, հույս, վախ։ Նա գիտեր, որ առջում ճանապարհը հեշտ չի լինելու։ Այնքան շատ վերքեր կային, այնքան կորսված ժամանակ, այնքան բաներ հաշտեցնելու։ Բայց երկար տարիների ընթացքում առաջին անգամ տիկին Հեղինեն զգում էր, որ իր կյանքը նորից նպատակ ունի։ Որդին վերադարձել էր։
Հակառակ բոլոր հավանականությունների, հակառակ բոլոր սպասումների, նա վերադարձել էր իր մոտ։ Եվ նա կաներ իրենից կախված ամեն ինչ, փոխհատուցելու կորսված տարիները, նրան տալու այն սերը, որը միշտ ուզեցել էր տալ, ապացուցելու, որ նա միշտ ցանկալի է եղել, միշտ սիրված։ Դրսում գիշերը լուռ էր։ Աստղերը փայլում էին մութ երկնքում, այդ անհնարին վերամիավորման լուռ վկաները։ Եվ փոքրիկ խրճիթի ներսում, աղքատության ու պարզության մեջ, տեղի էր ունենում մի հազվագյուտ ու թանկարժեք բան, մի ընտանիք վերակառուցվում էր, մի սեր վերագտնվում էր, երկու կոտրված կյանքեր սկսում էին բուժման երկար գործընթացը։ Առավոտը եկավ, իր հետ բերելով մի մեղմ լույս, որը ներս էր սողոսկում խրճիթի ճեղքերից։ Գաբրիելը դանդաղ բացեց աչքերը, մի քանի վայրկյան ապակողմնորոշված։ Մի պահ չգիտեր, թե որտեղ է։ Հետո նախորդ գիշերվա հիշողությունները վերադարձան ալիքի պես, նա զգաց, որ սիրտը արագանում է։ Դա երազ չէր։ Նա գտել էր իր մորը։ Իր իսկական մորը։ Նա դանդաղ վեր կացավ, զգալով մարմնի ցավը կոշտ հատակին քնելուց։ Շուրջը նայեց, տեսավ Հեղինեին արդեն արթուն, նստած սեղանի շուրջ, խմում էր իր ջրիկ սուրճը։ Նա հոգնած տեսք ուներ, աչքերն ուռած էին այդքան լաց լինելուց, բայց նրա դեմքում մի այլ բան կար։ Մի լույս, որը նախկինում չկար։ Մի հույս։ Բարի լույս, մամ, ասաց Գաբրիելը, բառը դեռ տարօրինակ էր հնչում նրա լեզվին, բայց մինույն ժամանակ աներակայելիորեն ճիշտ։ Հեղինեն նայեց նրան ժպտաց, մի ամաչկոտ, բայց անկեղծ ժպիտ։ Բարի լույս, որդիս։ Լավ քնեցիր։ Ավելի լավ, քան տարիներ շարունակ քնել եմ, ազնվորեն պատասխանեց նա։ Նրանք միասին սուրճ խմեցին, կիսելով այն քիչը, որ Հեղինեն ուներ։ Լռությունը անհարմար չէր, այլ լի մի մտերմությամբ, որը դեռ կառուցվում էր։ Այնքան շատ բան կար ասելու, այնքան հարցեր տալու, բայց երկուսն էլ գիտեին, որ ժամանակի կարիք ունեն։ 20-ից ավելի կորսված տարիները մեկ գիշերվա մեջ չես վերականգնի։ Սուրճից հետո Գաբրիելը ուշադիր շուրջը նայեց խրճիթին։ Ցերեկվա լույսի ներքո էլ ավելի ակնհայտ էր դառնում այն անապահով վիճակը, որում ապրում էր Հեղինեն։ Պատերին ծակեր կային, տանիքը սարսափելի վիճակում էր, կահույքը հին ու կոտրված էր։ Ջրամատակարարում չկար, էլեկտրականություն չկար, ոչ մի հիմնական հարմարավետություն չկար։ Մամ, մեղմ ասաց նա, դու չես կարող շարունակել այսպես ապրել։ Սա ապահով չէ, առողջարար չէ։ Հեղինեն ուսերը թոթվեց, մի ժեստ, որը բացահայտում էր տարիների հաշտվածությունը։ Սա է, ինչ ունեմ, որդիս։ Սա է, ինչ միշտ ունեցել եմ։ Ես սովորել եմ։ Բայց պարտադիր չէ, որ այդպես լինի, պնդեց Գաբրիելը, նստելով նրա դիմաց, բռնելով նրա կոշտացած ձեռքերը։ Ես դեռ մի քիչ գումար ունեմ։ Շատ չէ, որովհետև մեծ մասը ծախսել եմ քեզ փնտրելիս, բայց բավական է այս տունը բարելավելու, որոշ հիմնական բաներ բերելու համար։ Թույլ տուր հիմա ես հոգ տանեմ քո մասին։ Թույլ տուր անեմ այն, ինչ պետք է անեի տարիներ առաջ։ Հեղինեն արցունքոտ աչքերով նայեց որդուն։ Դու ինձ ոչինչ պարտք չես, Գաբրիել։ Ինչ պատահել է, քո մեղքը չէ։ Դու երեխա էիր։ Ես գիտեմ, պատասխանեց նա։ Բայց հիմա ես հասուն տղամարդ եմ, դու իմ մայրն ես։ Թույլ տուր օգնեմ։ Խնդրում եմ։ Հեղինեն տատանվեց, բայց վերջապես գլխով արեց։ Ոչ թե կարիքի պատճառով, թե նա շատ ուներ, այլ որովհետև հասկանում էր, որ Գաբրիելը դրա կարիքն ունի։ Նա պետք է զգար, որ կարող է ինչ-որ բան անել, որ կարող է ինչ-որ կերպ փոխհատուցել կորսված ժամանակը։ Հաջորդ օրերին Գաբրիելը սկսեց աշխատել տան վրա։ Նա նորոգեց տանիքը, փակեց պատերի ծակերը, կարգի բերեց ընկնող դուռը։ Շինարարության փորձ չուներ, այնպես որ հաճախ սխալ էր անում, ստիպված էր լինում նորից անել, բայց չէր հանձնվում։ Հեղինեն նրան դիտում էր աշխատելիս, սիրտը լցվում էր մի հուզմունքով, որի անունը չգիտեր։ Դա հպարտություն էր, սեր էր, երախտագիտություն էր, իր որդուն վերադարձնելու համար։ Գիշերները նրանք զրուցում էին։ Երկար ու խորը զրույցներ, որոնք քիչ-քիչ բացահայտում էին, թե ովքեր են նրանք իրականում։ Գաբրիելը պատմում էր Ալեքսանյանների հետ իր կյանքի մասին, թե ինչպես է մեծացել շքեղության մեջ, բայց ներսում դատարկ։ Խոսում էր հարաբերությունների մասին, որոնք երբեք չեն ստացվել, որովհետև նա չէր կարողանում ոչ ոքի վստահել, ընկերների մասին, որոնք պարզապես շահամոլ էին, միայնության մասին, որն ուղեկցում էր իրեն նույնիսկ ամբոխի մեջ։
Հեղինեն իր հերթին պատմում էր որոնումների տարիների յուրաքանչյուր հետքի մասին, որին հետել էր ավարտվել ոչնչով, միայնակ լաց լինելու գիշերների, այն մասին, թե ինչպես էր քիչ-քիչ հեռացել աշխարհից, մինչ հասել էր այս մեկուսի վայր, որտեղ կարող էր գոյություն ունենալ առանց դատվելու։ Ես ամաչում էի, խոստովանեց նա մի գիշեր։ Ամաչում էի, որ կորցրել եմ որդուս, ամաչում էի, որ չեմ կարողացել քեզ պաշտպանել։ Մարդիկ ինձ նայում էին խղճահարությամբ կամ դատապարտմամբ, ես այլս չէի դիմանում։ Ավելի հեշտ էր գալ այստեղ, մենակ մնալ։ Դու ոչինչ չես կորցրել, մամ, ամուր ասաց Գաբրիելը։ Քեզ խաբել են։ Քեզնից գողացել են քո որդուն։ Դա քո մեղքը չէր։ Բայց ես պետք է ավելի խելացի, ավելի զգույշ լինեի։ Ես պետք է կասկածեի տիկին Սոնային։ Ինչպես պետք է կասկածեիր։ Նա լավ մարդու տպավորություն էր թողնում, մեկի, ով ուզում էր օգնել։ Դու հուսահատված էիր, լավագույնն էիր ուզում ինձ համար։ Ցանկացած մայր նույնը կաներ։ Այս զրույցները դժվար էին, բայց անհրաժեշտ։ Ամեն ասված խոսքը նման էր տարիներ շարունակ խրված փուշը հանելուն։ Ցավում էր, բայց դա անհրաժեշտ էր, որպեսզի վերքը վերջապես կարողանար սպիանալ։ Գաբրիելի գալուց մոտ 2 շաբաթ անց նրանք նստած էին խրճիթի դրսում, վայելելով երեկոյան մթնշաղը։ Գաբրիելը կարողացել էր մոտակա քաղաքից որոշ հիմնական բաներ գնել, իսկական ուտելիք, նոր վերմակներ, նույնիսկ մարտկոցով աշխատող փոքրիկ ռադիո, որպեսզի Հեղինեն կարողանար երաժշտություն նորություններ լսել։ Գիտես, մտածկոտ ասաց Գաբրիելը, ես մտածում էի, թե ինչ անենք հիմա։ Ապագայի մասին։ Հեղինեն հետաքրքրությամբ նայեց նրան։ Եվ ինչ ես մտածել։ Ես չեմ ուզում վերադառնալ Երան, այդ դատարկ կյանքին։ Բայց նա գիտեմ, որ մենք չենք կարող հավերժ այստեղ մնալ։ Այս վայրը շատ մեկուսի է, դու խնամքի կարիք ունես, պետք է բժիշկներին մոտ լինես, հիմնական բաների հասանելիություն ունենաս։ Ես լավ եմ այստեղ, որդիս, սկսեց Հեղինեն, բայց Գաբրիելը նրբորեն ընդհատեց նրան։ Դու գոյատում ես այստեղ, մամ։ Դա նույնը չէ, ինչ լավ լինելը։ Եվ ես ուզում եմ, որ դու լավ լինես, որ հարմարավետություն ունենաս, որ վայելես այն տարիները, որոնք դեռ առջում ունես։ Հեղինեն մի պահ լուռ մնաց, մշակելով որդու խոսքերը։ Եվ ինչ ես առաջարկում։ Գաբրիելը խորը շունչ քաշեց։ Ես ուզում եմ, որ մենք տեղափոխվենք մի քաղաք։ Ոչ Երան, որովհետև ես երբեք այնտեղ ինձ տանը չեմ զգացել։ Բայց գուցե Գյումրի կամ որե մոտակա քաղաք։ Մի վայր, որտեղ մենք կարող ենք միասին նորից սկսել։ Ես կարող եմ աշխատել, կարող եմ հոգ տանել քո մասին, մենք կարող ենք վերջապես ունենալ այն կյանքը, որը մեզնից գողացել են։ Հեղինեն զգաց, որ աչքերը նորից լցվում են արցունքներով։ Նա այնքան էր լաց եղել վերջին շաբաթներին, որ կարծում էր, թե այլս արցունք չունի, բայց միշտ ավելին էր գտնում։ Դու դա կանեիր ինձ համար։ Ամեն ինչ կթողնեիր, որ ինձ հետ մնաս։ Դա քեզ համար չէ, մամ, ուղեց Գաբրիելը։ Դա մեզ համար է։ Այն ընտանիքի համար, որը մենք կարող ենք լինել։ Ես թողնելու ոչինչ չունեմ։ Այդ կյանքը երբեք իմը չի եղել իրականում։ Բայց այստեղ, քեզ հետ, ես զգում եմ, որ վերջապես գտել եմ իմ տեղը։ Հեղինեն բռնեց որդու ձեռքը, ամուր սեղմելով։ Ուրեմն գնացինք։ Եկ միասին նորից սկսենք։ Որոշումը կայացված էր։ Հաջորդ օրերին Գաբրիելը գնաց մոտակա քաղաք, սկսեց նախապատրաստական աշխատանքները։ Նա մի քիչ գումար ուներ պահած, բավական էր մի պարզ տուն վարձելու մի քանի ամիս ապրելու համար, մինչ աշխատանք գտներ։ Շքեղություն չէր լինի, բայց անսահման ավելի լավ կլիներ, քան այն մեկուսի խրճիթը, որտեղ ապրում էր Հեղինեն։ Մինչ Գաբրիելը զբաղվում էր գործնական հարցերով, Հեղինեն սկսեց հուզականորեն պատրաստվել տեղափոխությանը։ Նա այնքան տարիներ էր ապրել այդ վայրում, որ կարծես իր մի մասն էր դարձել։ Բայց մինույն ժամանակ գիտեր, որ չի կարող անցյալին կապված մնալ։ Որդին վերադարձել էր, նրա հետ գալիս էր այլ ապագա ունենալու հնարավորությունը։ Մի օր, երբ հավաքում էին Հեղինեի սակավաթիվ իրերը, Գաբրիելը մահճակալի տակ մի հին տուփ գտավ։ Փայտից էր, փոքր, փոշոտ կափարիչով։ Սա ինչ է, մամ, հարցրեց նա։ Հեղինեն նայեց տուփին, դեմքը գունատվեց։ Ավելի լավ է դա թողնես, որդիս։ Պարզապես հին իրեր են։ Բայց Գաբրիելն արդեն բացում էր տուփը, հետաքրքրությունից դրդված։ Ներսում նա գտավ հին լուսանկարներ, որոշներն այնքան խամրած, որ հազիվ էին երում պատկերները։
Կար մի լուսանկար երիտասարդ Հեղինեի, որը գրկին երեխա էր պահում։ Գաբրիելը հասկացավ, որ այդ երեխան ինքն էր։ Կային նա մանկական նկարներ, արված գունավոր մատիտներով ժամանակից դեղնած թղթերի վրա։ Որոշները կարծես նավակներ էին, մյուսները տներ, բոլորը ստորագրված Գաբրիել մանկական ու ծուռ տառերով։ Դու այս ամենը պահել ես, ասաց Գաբրիելը, ձայնը խեղդվելով։ Հեղինեն մոտեցավ, նայելով տուփի պարունակությանը ցավի ու սիրո խառնուրդով։ Սա այն ամենն էր, ինչ ես ունեի քեզնից։ Յուրաքանչյուր լուսանկար, յուրաքանչյուր նկար, որ արել էիր գնալուցդ առաջ։ Ես նայում էի այս իրերին, երբ կարոտը չափազանց շատ էր սեղմում, երբ պետք էր հիշել, որ դու իսկապես գոյություն ես ունեցել, որ պարզապես երազ չես եղել։ Գաբրիելը բռնեց լուսանկարներից մեկը, ուսումնասիրելով երիտասարդ ու երջանիկ մոր պատկերը։ Դժվար էր այդ կնոջը հաշտեցնել իր դիմացի տարեց ու հոգնած տիկնոջ հետ։ Ժամանակն ու տառապանքը փոխել էին երկուսին էլ այնպես, ինչպես երբեք չէին կարող պատկերացնել։ Ես քեզ հետ նոր հիշողություններ կկերտեմ, մամ, խոստացավ նա։ Այնքան լուսանկարներ կանեմ, որ պահելու տեղ չես ունենա։ Եվ ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որ տեսնեմ քո իսկական ժպիտը, ոչ թե այն տխուր ժպիտը, որը դու ունես։ Հեղինեն ծիծաղեց արցունքների միջից։ Դու միշտ քաղցր տղա ես եղել, Գաբրիել։ Ես դա հիշում եմ։ Դու միշտ փորձում էիր ինձ ժպտացնել, նույնիսկ երբ մենք աղքատ էինք, ոչինչ չունեինք։ Թվում է, թե որոշ բաներ չեն փոխվում։ Վերջապես, եկավ տեղափոխվելու օրը։ Գաբրիելը կարողացել էր Գյումրիում մի փոքր, բայց հարմարավետ տուն վարձել։ 2 ննջասենյակ ուներ, լոգարան, ջրամատակարարմամբ, խոհանոց, գազօջախով, նույնիսկ մի փոքրիկ բակ, որտեղ Հեղինեն կարող էր բանջարանոց տնկել։ Առանձնատուն չէր, բայց մեկի համար, ով տարիներ շարունակ ապրել էր առանց հիմնական ենթակառուցվածքների խրճիթում, պալատ էր թվում։ Երբ Հեղինեն առաջին անգամ մտավ տուն, նա կանգնեց դռան մոտ, լայն բացված աչքերով շուրջը նայելով։ Գաբրիելը կանգնած էր նրա հետում, անհամբեր սպասելով արձագանքին։ Դե ինչ, մամ։ Ինչ կասես։ Հեղինեն անմիջապես չկարողացավ պատասխանել։ Նա դանդաղ քայլեց սենյակներով, դիպչելով պատերին, նայելով իսկական ապակիով պատուհանից, բացելով ու փակելով ծորակները, պարզապես տեսնելու համար, թե ինչպես է ջուրը հոսում։ Երբ հասավ այն սենյակ, որը պետք է իրենը լիներ, նոր մահճակալով, որը Գաբրիելն էր գնել, նա վերջապես շրջվեց դեպի նա արցունքոտ աչքերով։ Կատարյալ է, որդիս, ասաց նա։ Սա ավելին է, քան ես երբեք երազել եմ նորից ունենալ։ Գաբրիելը գրկեց նրան, զգալով նրա մարմնի փխրունությունը։ Դու սրան ավելին ես արժանի։ Եվ ես քրտնաջանք աշխատեմ, որպեսզի դու այսուհետ լավ կյանք ունենաս։ Նոր տան առաջին օրերը հարմարվելու օրեր էին։ Հեղինեից ժամանակ պահանջվեց սովորելու այն հիմնական հարմարություններին, որոնք մարդկանց մեծամասնության համար սովորական էին։ Նա տպավորված էր պարզ բաներից, ինչպիսիք են տաք լոգանք ընդունելը, գիշերը էլեկտրական լույս ունենալը, իսկական գազօջախի վրա եփելը։ Գաբրիելը այս ամենը դիտում էր սեղմված սրտով, գիտակցելով, թե որքան բանից է զրկված եղել մայրը այդքան երկար։ Նա աշխատանք գտավ քաղաքի շինանյութի խանութներից մեկում։ Աշխատավարձը մեծ չէր, բայց բավական էր վարձը վճարելու ուտելիք գնելու համար։ Գաբրիելը սովոր էր շքեղության, բայց հայտնաբերեց, որ դրա կարիքը չի զգում։ Բավարարվածություն կար ազնիվ աշխատելու իմանալու մեջ, որ ինքը իր սեփական ջանքերով պահում է իրեն իր մորը։ Գիշերները այն պահերն էին, որոնք երկուսն էլ ամենաշատն էին գնահատում։ Ընթրիքից հետո նրանք նստում էին փոքրիկ հյուրասենյակում զրուցում, կամ երբեմն պարզապես հարմարավետ լռության մեջ էին լինում, վայելելով միմյանց ներկայությունը։ Հեղինեն սկսեց Գաբրիելին սովորեցնել իր մանկության պարզ ուտեստները պատրաստել, նա հայտնաբերեց, որ դա իրեն դուր է գալիս, ձեռքերով ուտելիք պատրաստելու պարզությունը, սիրով պատրաստված կերակուրները կիսելը։ Բայց ոչ ամեն ինչ էր հեշտ։ Լինում էին պահեր, երբ անցյալի բեռը դեռ շատ ծանր էր։ Գաբրիելը երբեմն արթնանում էր գիշերվա կեսին, տանջվելով իր մանկության այն տարիների մղձավանջներից, երբ մեծացել էր, իրեն չսիրված ու անցանկալի զգալով։ Հեղինեն, իր հերթին, ունենում էր օրեր, երբ մեղքի զգացումը ճնշող էր, երբ նա իրեն հարց էր տալիս, թե արդյոք ճիշտ ընտրություն է կատարել, թույլ տալով Գաբրիելին գնալ տիկին Սոնայի հետ, նույնիսկ իմանալով, որ այլընտրանք չուներ։ Այդ դժվար պահերին նրանք սովորեցին աջակցել միմյանց։ Գաբրիելը սովորեց համբերատար լինել Հեղինեի խորը տխրության պահերին, բռնել նրա ձեռքը, երբ նա լաց էր լինում, վստահեցնել, որ նա մեղավոր չէ տեղի ունեցածի համար։
Հեղինեն իր հերթին սովորեց մխիթարել Գաբրիելին, երբ նա պայքարում էր իր սեփական վերքերի դեմ, փոքրիկ ժեստերով ցույց տալ այն անպայմանական սերը, որը միշտ զգացել էր նրա հանդեպ։ Մի օր, տեղափոխվելուց մի քանի ամիս անց, Գաբրիելը վերադարձավ աշխատանքից գտավ Հեղինեին բակում, խնամելով իր տնկած բանջարանոցը։ Նա ծնկաչոք էր հողի վրա, ձեռքերը կեղտոտ, բայց դեմքին անկեղծ ժպիտ կար։ Դա առաջին անգամն էր, որ Գաբրիելը տեսնում էր այդ ժպիտը, սիրտը լցվեց ուրախությամբ։ «Տես», ոգորված ասաց Հեղինեն, երբ տեսավ նրան։ «Լոլիկները աճում են։ Իսկ հազարները հիանալի են։ Շուտով թարմ բանջարեղեն կունենանք ուտելու»։ Գաբրիելը ծնկի իջավ նրա կողքին, հետաքրքրությամբ նայելով բույսերին։ «Դու երջանիկ ես այստեղ, մամ»։ Հեղինեն դադարեցրեց իր գործը, նայեց որդուն։ «Ավելի երջանիկ, քան եղել եմ շատ տարիներ։ Դու ինձ երկրորդ հնարավորություն տվեցիր, Գաբրիել։ Նորից մայր լինելու, քեզ խնամելու հնարավորություն, ինչպես միշտ ուզեցել եմ։ Ինչպես կարող էի երջանիկ չլինել»։ Բայց Գաբրիելի աչքերում կար մի բան, որը Հեղինեն նկատեց։ Մի անհանգստություն, մի մտահոգություն, որը նա փորձում էր թաքցնել։ «Ինչ է պատահել, որդիս։ Ինչ-որ բան քեզ անհանգստացնո՞մ է»։ Գաբրիելը հոգոց հանեց, նստելով խոտերի վրա։ «Ես մտածում էի. մենք լավ ենք, տուն ունենք, ուտելիք ունենք, իրար ունենք։ Բայց երբեմն զգում եմ, որ դա բավարար չէ։ Ոչ ինձ համար, ոչ էգոիստաբար, այլ ես քաղաքում այնքան մարդկանց եմ տեսնում, ովքեր անցնում են նույն բանի միջով, ինչ դու ես անցել։ Միայնակ մարդիկ, աղքատ մարդիկ, որոնց հասարակությունը մոռացել է»։ Նա ուշադիր նայեց Հեղինեին։ «Եվ ես մտածում եմ, միթե մենք չենք կարող ինչ-որ բան անել։ Ինչ-որ փոփոխություն մտցնել այդ մարդկանց կյանքում։ Ես շքեղ կյանք եմ ունեցել, որն ինձ երջանիկ չի դարձրել, բայց հիմա ես հասկանում եմ, որ իսկական արժեքը ուրիշներին օգնելու, մեր ունեցածը բարիք գործելու համար օգտագործելու մեջ է»։ Հեղինեն լուռ լսում էր, զգալով, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան արթնանում։ Մի զգացողություն, որը մոռացել էր, մի նպատակ, որը գերազանցում էր զուտ գոյատումը։ «Ինչ ես մտքում ունես»։ «Ես դեռ հստակ չգիտեմ», խոստովանեց Գաբրիելը։ «Բայց ես մտածում որ գուցե մենք կարող ենք ինչ-որ փոքր բան սկսել։ Մի վայր, որտեղ մարդիկ, ովքեր գնալու տեղ չունեն, կարող են տաք կերակուր ստանալ, կամ վերմակ, կամ պարզապես մեկին, ով կլսի իրենց։ Պարտադիր չէ, որ մեծ բան լինի։ Պարզապես մի բան, որը փոփոխություն կմտցնի»։ Հեղինեն զգաց, որ աչքերը հազարերորդ անգամ լցվում են արցունքներով, բայց այս անգամ դրանք հպարտության արցունքներ էին։ «Որդիս», մեղմ ասաց նա, «դու հիանալի սիրտ ունես։ Ես չգիտեմ, թե ինչպես, չնայած այն ամենին, ինչի միջով անցել ես, կարողացել ես պահպանել այդ բարությունը քո մեջ»։ «Դա քո շնորհիվ է», պատասխանեց Գաբրիելը։ «Նույնիսկ առանց իմանալու, դու ինձ դա սովորեցրիր։ Երբ դու ինձ ուտելիք տվեցիր այն օրը, երբ դու քո տունը բացեցիր մի անծանոթի առաջ, նույնիսկ այդքան քիչ ունենալով, դու ինձ ցույց տվեցիր, թե ինչն է իրականում կարոր։ Դու ինձ ցույց տվեցիր, որ իսկական հարստությունը ոչ թե նրանում է, թե ինչ ունենք, այլ նրանում, թե ինչ ենք տալիս»։ Մայր ու որդի գրկախառնվեցին այնտեղ, բակում, շրջապատված աճող բույսերով, որոնք նոր կյանքի նոր սկիզբների խորհրդանիշներ էին։ Եվ այդ պահին երկուսն էլ իմացան, որ դա ընդամենը սկիզբն է։ Իրենցից ավելի մեծ մի բանի սկիզբը, մի բան, որը կարող էր հույս բերել ոչ միայն իրենց, այլ շատ ուրիշների։ «Ուրեմն եք դա անենք», վճռականորեն ասաց Հեղինեն։ «Միասին։ Եք մեր ցավը վերածենք մի լավ բանի, մի բանի, որը կօգնի ուրիշ մարդկանց։ Հենց դա է իմաստ տալիս այն ամենին, ինչի միջով մենք անցել ենք»։ Գաբրիելը գլխով արեց, զգալով, թե ինչպես է ոգորությունը աճում իր ներսում։ Իր կյանքում առաջին անգամ նա ուներ ոչ միայն մայր, այլ նպատակ։ Եվ երկուսն էլ, մայր ու որդի, պատրաստ էին միասին դիմակայել ապագային, անցյալի սպիները վերածելով վաղվա հույսի սերմերի։ 6 ամիս էր անցել բակում տեղի ունեցած այդ զրույցից։ Այն, ինչ սկսվել էր որպես անորոշ գաղափար, իրականություն էր դարձել։ Գաբրիելն ու Հեղինեն, միասին աշխատելով մի վճռականությամբ, որը զարմացնում էր երկուսին էլ, ստեղծել էին մի յուրահատուկ բան, մի փոքրիկ համայնքային տարածք, որն անվանել էին «Հույսի տուն»։ Աշխարհի աչքում դա մեծ բան չէր։ Դա ընդամենը մի լքված տան ավտոտնակ էր, որը Գաբրիելը կարողացել էր վարձել խորհրդանշական գնով, որը քրտնաջան աշխատանքի շնորհիվ վերածվել էր հյուրընկալ վայրի։
Կային նվիրաբերված սեղաններ ու աթոռներ, իմպրովիզացված խոհանոց, որտեղ Հեղինեն պատրաստում էր պարզ, բայց առատ կերակուրներ, պատեր, որոնք ներկված էին ուրախ գույներով, գործին միացած կամավորների կողմից։ Բայց նրանց համար, ովքեր անցնում էին այնտեղով, խոցելի վիճակում գտնվող մարդիկ, աշխատողներ, որոնք հազիվ էին կարողանում պահել իրենց ընտանիքները, միայնակ տարեցներ, դա շատ ավելին էր, քան պարզապես ֆիզիկական տարածք։ Դա ապաստան էր, մի վայր, որտեղ նրանց տեսնում էին որպես մարդկային էակներ, որտեղ նրանց պատմությունները կարոր էին։ Գաբրիելն օգտագործել էր իր խնայողությունների մնացորդը, նախագիծը սկսելու համար, բայց շուտով հայտնաբերեց, որ մենակ չէ։ Նրա Հեղինեի արածի մասին լուրը տարածվել էր քաղաքում, մարդիկ սկսել էին գալ, օգնություն առաջարկելով։ Ոմանք սննդի նվիրատվություններ էին բերում, մյուսներն իրենց ժամանակն էին առաջարկում որպես կամավորներ, կային նույնիսկ նրանք, ովքեր փոքր գումարներով էին նպաստում, որպեսզի վայրը շարունակեր գործել։ Այդ շաբաթ առավոտյան հույսի տունը հատկապես մարդաշատ էր։ Հեղինեն խոհանոցում էր, ղեկավարելով 3 կամավորներից բաղկացած թիմին, որոնք օգնում էին նրան ճաշ պատրաստել։ Նա փոխվել էր վերջին ամիսներին։ Դեռ նույն 72 տարեկան կինն էր, իր կնճիռներով ու սպիտակ մազերով, բայց նրա մեջ մի կենսունակություն կար, որը նախկինում չկար։ Աչքերը փայլում էին, երբ խոսում էր մարդկանց հետ, ձեռքերն անխոնջ աշխատում էին, այն անկեղծ ժպիտը, որը Գաբրիելն առաջին անգամ տեսել էր բակում, այժմ մշտական էր նրա դեմքին։ Գաբրիելը գլխավոր սրահում էր, զրուցելով պարոն Հովակիմ անունով միջին տարիքի մի տղամարդու հետ, որը 6 ամիս առաջ կորցրել էր աշխատանքը, պայքարում էր չկորցնելու նա այն տունը, որտեղ ապրում էր կնոջ 3 երեխաների հետ։ Գաբրիելը նրան ուշադիր լսում էր, հարցեր տալիս, գործնական խորհուրդներ առաջարկում, թե որտեղ աշխատանք փնտրել, կապում նրան քաղաքում ճանաչած մարդկանց հետ։ Դուք չգիտեք, թե ինչ է նշանակում ունենալ մեկին, ով իսկապես լսում է, ասաց պարոն Հովակիմը, աչքերը արցունքոտ։ Դրսում բոլորը քեզ նայում են, կարծես անտեսանելի լինես, կարծես ոչինչ չարժենաս։ Բայց այստեղ դուք մեզ արժանապատվությամբ եք վերաբերվում։ Դա ցանկացած գումարից ավելի արժեքավոր է։ Գաբրիելը ձեռքը դրեց տղամարդու ուսին։ Բոլորն արժանի են արժանապատվության, պարոն Հովակիմ։ Բոլորն արժանի են, որ իրենց տեսնեն։ Մենք պարզապես անում ենք այն, ինչը պետք է նորմալ լիներ ցանկացած հասարակությունում։ Երբ պարոն Հովակիմը գնաց, Գաբրիելը մի պահ կանգնեց, դիտելով շուրջ բոլորը շարժումը։ Այդ պահին այնտեղ մոտ 30 մարդ կար, ոմանք ուտում էին, մյուսները պարզապես զրուցում, ոմանք էլ պարզապես վայելում էին մարդկային շփումը օրեր կամ շաբաթներ տաց միայնությունից հետո։ Եվ նրանցից յուրաքանչյուրն ուներ մի պատմություն, մի պայքար, մի ցավ, որը կրում էր։ Նա զգաց, որ մի ձեռք դիպավ իր ուսին շրջվեց, տեսնելով Հեղինեին։ Դրսում ինչ-որ մեկը ուզում է քեզ հետ խոսել, ասաց նա։ Կարոր է թվում։ Գաբրիելը դուրս եկավ դռան մոտ մի կին գտավ։ Նա պետք է որ մոտ 50 տարեկան լիներ, լավ հագնված, մի տեսքով, որը հակադրվում էր հույսի տուն հաճախող մարդկանց մեծամասնությանը։ Նա նյարդային տեսք ուներ, ձեռքերը միահյուսված մարմնի առջ։ Կարող եմ օգնել, նրբորեն հարցրեց Գաբրիելը։ Կինը խորը շունչ քաշեց, նոր խոսեց։ Իմ անունը Մարինե է։ Մարինե Գրիգորյան։ Ես լսել եմ այն աշխատանքի մասին, որը դուք այստեղ անում եք։ Եվ ես պետք է գայի, պետք է անձամբ ծանոթանայի ձեզ հետ։ Գաբրիելը կնճռեց ճակատը, փորձելով հասկանալ, թե ինչու է այդ անունը իրեն ծանոթ հնչում։ Սոնա։ Որտեղ էր նա լսել այդ անունը նախկինում։ Եվ հետո, կայծակի պես, հիշողությունը վերադարձավ։ Սոնա։ Տիկին Սոնա։ Այն կինը, որը իրեն տարել էր մորից։ Մարմինն անմիջապես լարվեց։ Դուք որե բարեկամական կապ ունեք Սոնա անունով մի կնոջ հետ։ Մի կնոջ, որը մոտ 25 տարի առաջ ապրում էր Երանում։ Մարինեն զարմացած թվաց հարցից, բայց դանդաղ գլխով արեց։ Այո։ Նա իմ մայրն էր։ Նա մահացել է 3 տարի առաջ։ Բայց դուք ինչպես գիտեք նրա մասին։ Գաբրիելը զգաց խառը հույզերի ալիք։ Զայրույթ, հետաքրքրասիրություն, պատասխանների հրատապ կարիք։ Կարող եք մի պահ այստեղ սպասել, խնդրեց նա, փորձելով ձայնը հանգիստ պահել։ Նա արագ ներս մտավ գնաց Հեղինեի մոտ, որը դեռ խոհանոցում էր։ Մամ, պետք է ինձ հետ գաս։ Հիմա։ Հեղինեն տեսավ որդու դեմքի արտահայտությունը անմիջապես թողեց իր գործը։ Նրանք միասին դուրս եկան, երբ Հեղինեն տեսավ Մարինեին, նա նույնպես քարացավ։
Այդ դեմքի, այդ աչքերի մեջ կար մի բան, որը հին հիշողություններ արթնացրեց։ Սա Մարինեն է, ասաց Գաբրիելը, ձայնը լարված։ Տիկին Սոնայի դուստրը։ Հեղինեն ձեռքը տարավ բերանին, աչքերը լայն բացված։ Այն անունը, որը տանջում էր իրեն այնքան տարիներ, այն կնոջ անունը, որը կործանել էր իր կյանքը, նորից այնտեղ էր, բերված այս անծանոթի կողմից իր դռան առաջ։ Մարինեն շփոթված նայեց մեկին, հետո մյուսին։ Ես չեմ հասկանում։ Դուք ճանաչել եք իմ մորը։ Ճանաչել ենք, Գաբրիելը գրեթե ծիծաղեց, բայց դա դառը, առանց հումորի ծիծաղ էր։ Ձեր մայրը ինձ խլել է իմ իսկական մորից, երբ ես 6 տարեկան էի։ Նա խոստացավ, որ դա ժամանակավոր է, որ ինձ կտանի մի լավ ընտանիքի մոտ, հետո ես կվերադառնամ։ Բայց նա ստեց։ Նա անհետացավ, տարավ իմ կյանքի տարիները իր հետ, տարիներ, որոնք ես երբեք հետ չեմ բերի։ Մարինեն գունատվեց։ Ոչ։ Չի կարող լինել։ Դու Գաբրիելն ես։ Հաստատումը եկավ հաջորդած ծանր լռության միջոցով։ Մարինեն սայթաքեց, հենարան փնտրելով պատի մոտ։ Աստված իմ։ Այս բոլոր տարիներին ես մտածում էի մայրս միշտ ասում էր, որ ճիշտն է արել, որ քեզ ավելի լավ կյանք է տվել։ Նա ասում էր, որ մայրդ համաձայնել է, որ ուզեցել է, որ քեզ որդեգրեն։ Նա ստել է, ասաց Հեղինեն, ձայնը դողացող, բայց ամուր։ Նա ասաց, որ դա ժամանակավոր է։ Ասաց, որ կարող եմ որդուս հետից գնալ, երբ գործերս լավանան։ Բայց նա անհետացավ։ Նա գողացավ իմ որդուն ինձնից։ Մարինեն այժմ լաց էր լինում։ Ես չգիտեի։ Երդվում եմ, որ ամբողջ ճշմարտությունը չգիտեի։ Երբ ես երիտասարդ էի, մայրս զբաղվում էր որդեգրումների կազմակերպմամբ։ Նա ասում էր, որ օգնում է աղքատ երեխաներին ավելի լավ կյանք ունենալ։ Բայց երբ մեծացա, սկսեցի կասկածել, որ ոչ ամեն ինչ է արվում ճիշտ ձով։ Նա հանկարծ շատ գումար ուներ, բաներ, որոնք իմաստ չունեին։ Գաբրիելը զգաց, որ զայրույթն աճում է իր ներսում։ Նա երեխաներ էր վաճառում։ Ահա թե ինչ էր նա անում։ Նա վերցնում էր երեխաներին աղքատ ու հուսահատ ընտանիքներից վաճառում հարուստ ընտանիքներին։ Ես ճշմարտությունն իմացա միայն նրա մահից հետո, շարունակեց Մարինեն, հեկեկալով։ Գտա փաստաթղթեր, գումարի գրանցումներ, անուններ։ Այնքան շատ երեխաներ կային։ Եվ երբ տեսա քո անունը Գաբրիել, քո մանկության լուսանկարի հետ միասին, կարդացի նրա նշումները, թե ինչպես ես դու տեղավորվել մի հարուստ ընտանիքի մոտ, ես այլս չկարողացա անտեսել։ Ես կրում էի այս մեղքը, այս ամոթը տարիներ շարունակ։ Նա ուղիղ նայեց Հեղինեին։ Եվ հետո լսեցի ձեր մասին, հույսի տան մասին, Գաբրիել անունով մի երիտասարդի նրա մոր, Հեղինեի մասին, որոնք օգնում էին կարիքավոր մարդկանց այստեղ, Գյումրիում։ Ես պետք է իմանայի, թե արդյոք դա դու ես։ Եվ երբ հաստատեցի, ես գիտեի, որ պետք է գամ, պետք է ներողություն խնդրեմ իմ մոր անունից, նույնիսկ իմանալով, որ դա խնդրելու իրավունք չունեմ։ Հեղինեն ու Գաբրիելը լուռ մնացին, մշակելով այդ բացահայտումը։ Գաբրիելի մի մասը ուզում էր պայթել, ուզում էր բղավել այն ողջ ցավն ու զայրույթը, որը զգում էր այն կնոջ հանդեպ, որը կործանել էր իր մանկությունը։ Բայց երբ նայեց Մարինեին, տեսավ ընդամենը մեկ այլ մարդու, որը կրում էր մի բեռ, որը չէր ընտրել, մեկ այլ զոհի, որոշակի իմաստով, տիկին Սոնայի արարքների։ Առաջինը խոսեց Հեղինեն։ Ինչու եք այսօր այստեղ եկել։ Ինչ եք ուզում մեզնից։ Մարինեն սրբեց արցունքները, բացեց պայուսակը, հանելով մի ծրար։ Երբ մայրս մահացավ, նա զգալի գումար թողեց։ Գումար, որը ես գիտեմ, որ եկել է սխալ գործերից, կործանված կյանքերից։ Ես չեմ կարող այն օգտագործել ինձ համար, իմանալով, թե որտեղից է այն եկել։ Այսպիսով, ես ուզում եմ ամբողջը նվիրաբերել ձեր աշխատանքին, հույսի տանը։ Դա չի ուղղի նրա արած չարիքը, չի վերադարձնի կորսված տարիները, բայց գուցե կարող է օգնել հիմա որոշակի բարիք գործել։ Նա ծրարը մեկնեց Գաբրիելին։ Սա այն ամենն է, ինչ մնացել է նրա ժառանգությունից։ Մոտ 20 միլիոն դրամ։ Ես գիտեմ, որ դա ոչինչ չի փոխհատուցում, բայց սա այն ամենն է, ինչ կարող եմ առաջարկել, բացի իմ անկեղծ ներողության խնդրանքից։ Գաբրիելը նայեց ծրարին, առանց վերցնելու, հետո նայեց Հեղինեին։ Մոր աչքերում արցունքներ կային, բայց այնտեղ նա մի այլ բան կար։ Մի հասկացողություն, մի հուզական հասունություն, որը գալիս էր տարիների տառապանքից ու հաղթահարումից։ Գաբրիել, մեղմ ասաց Հեղինեն, ես մի բան եմ սովորել այս բոլոր ամիսներին։
Սովորել եմ, որ ատելությունը միայն ատողին է վնասում։ Տիկին Սոնան սարսափելի բան է արել, աններելի բան։ Բայց նա այլս այստեղ չէ, նրա դուստրը մեղավոր չէ մոր մեղքերի համար։ Նա շրջվեց դեպի Մարինեն։ Դուք պետք չէ ներողություն խնդրեք մի բանի համար, որը դուք չեք արել։ Բայց շնորհակալ եմ, որ եկել եք, որ ազնիվ եք, որ ուզում եք բարիք գործել մի բանով, որը ծնվել է չարիքից։ Գաբրիելը խորը շունչ քաշեց, զգալով, որ զայրույթը սկսում է ցրվել։ Նա հասկացավ, որ մայրը ճիշտ է։ Չարություն պահելը չէր փոխի անցյալը, չէր վերադարձնի կորսված տարիները։ Բայց ընդունել այդ նվիրատվությունը, օգտագործել այդ գումարը ուրիշ մարդկանց օգնելու համար, գուցե կարող էր վատ բանը լավի վերածել։ Նա վերցրեց ծրարը Մարինեի ձեռքերից։ Շնորհակալ եմ, պարզապես ասաց նա։ Մենք սա կօգտագործենք աշխատանքն ընդլայնելու, ավելի շատ մարդկանց օգնելու համար։ Մենք ցավը կվերածենք հույսի։ Մարինեն թեթացած հոգոց հանեց, ավելի շատ արցունքներ հոսեցին նրա դեմքով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ ինձ դուրս չհանեցիք, որ ինձ հնարավորություն տվեցիք ինչ-որ ճիշտ բան անել։ Մարինեի գնալուց հետո Գաբրիելն ու Հեղինեն կանգնած էին դռան մոտ, գրկախառնված, մշակելով այն ամենը, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։ Սյուրռեալիստական էր մտածել, որ այն կնոջ դուստրը, որն այդքան տառապանք էր պատճառել, հայտնվել էր այնտեղ, ուզենալով ինչ-որ կերպ հաշտվել։ Դու լավ ես, մամ, հարցրեց Գաբրիելը։ Հեղինեն դանդաղ գլխով արեց։ Այո։ Իրականում, ես մի խաղաղություն եմ զգում, որը չէի սպասում զգալ։ Կարծես մի շրջան փակվեց։ Տիկին Սոնան ինձնից ամեն ինչ խլեց, բայց վերջում այն, ինչ նա կառուցել էր կեղտոտ փողով, կծառայի բարիք գործելուն։ Դրանում մի բանաստեղծական արդարություն կա։ Գաբրիելը համաձայնեց։ Եվ այդ պահին, նայելով մարդկանցով լիք հույսի տանը, այն աշխատանքին, որը նա իր մայրը միասին կառուցել էին, նա զգաց մի բան, որը երբեք նախկինում չէր զգացել՝ ամբողջականություն։ Նա այլս լքված տղան չէր, այլս հարուստ, բայց դատարկ երիտասարդը չէր։ Նա գտել էր իր տեղն աշխարհում, իր մոր կողքին, փոփոխություն մտցնելով ուրիշ մարդկանց կյանքում։ Հաջորդ ամիսները փոխակերպող էին։ Մարինեի նվիրաբերած գումարով Գաբրիելն ու Հեղինեն կարողացան զգալիորեն ընդլայնել հույսի տանը աշխատանքը։ Նրանք ավելի մեծ տարածք վարձեցին, ավելի շատ կամավորներ ներգրավեցին, սկսեցին առաջարկել ոչ միայն կերակուրներ, այլ գրագիտության դասեր, մասնագիտական դասընթացներ, նույնիսկ մի փոքր միկրովարկավորման ծրագիր, օգնելու մարդկանց սկսել փոքր բիզնեսներ։ Ազդեցությունը հսկայական էր։ Տասնյակ ընտանիքների օգնեցին դուրս գալ ծայրահեղ աղքատությունից։ Մարդիկ, ովքեր կորցրել էին հույսը, նոր նպատակ գտան։ Եվ այս ամենի կենտրոնում Հեղինեն էր, որը 72 տարեկանում դարձել էր համայնքի մի տեսակ մայրապետ, սիրված ու հարգված բոլորի կողմից։ Գաբրիելը նույնպես ծաղկեց։ Նա հայտնաբերեց, որ կազմակերպչական առաջնորդական տաղանդ ունի, հմտություններ, որոնք երբեք չէր բացահայտել իր նախորդ կյանքում։ Ավելի կարևոր, նա հայտնաբերեց, որ իսկական հարստությունը ոչ թե իր որդեգրյալ մանկության առանձնատներում ու շքեղ մեքենաներում էր, այլ այն մարդկանց ժպիտներում, որոնց օգնում էին երախտագիտության գրկախառնություններում, հաղթահարման պատմություններում։ Վերամիավորումից մեկ տարի անց, հույսի տան տարեդարձը նշելու համար համայնքի կողմից կազմակերպված հատուկ երեկոյի ժամանակ, Գաբրիելը բարձրացավ իմպրովիզացված փոքրիկ բեմ ելույթ ունենալու։ Հեղինեն նստած էր առաջին շարքում, շրջապատված ծանոթ դեմքերով, որոնք դարձել էին իր նոր ընտանիքի մի մասը։ 1.5 տարի առաջ, սկսեց Գաբրիելը, ձայնը պարզ ու հուզված, ես մոլորված մարդ էի։ Ես նյութապես ամեն ինչ ունեի, բայց չունեի այն, ինչն իրականում կարևոր է։ Ես փնտրում էի ինչ-որ բան, ինչ-որ մեկին, իմ կյանքի իմաստը։ Եվ ճակատագիրն ինձ բերեց այստեղ, մի համեստ խրճիթի դուռը, որտեղ մի առատաձեռն կին ինձ ուտելիք տվեց, նույնիսկ այդքան քիչ ունենալով։ Նա ուղիղ նայեց Հեղինեին, որն արդեն արցունքոտ աչքերով էր։ Այդ կինը իմ մայրն էր։ Այն մայրը, որին կարծում էիք, թե լքել է ինձ, բայց որն իրականում երբեք չէր դադարել ինձ փնտրել, ինձ սիրել։ Եվ այն օրը, երբ մենք վերջապես վերամիավորվեցինք, իմ կյանքը նոր իմաստ ստացավ։ Նա դադար տվեց, թույլ տալով, որ բառերը տեղ հասնեն։ Բայց այս պատմությունը միայն իմ ու մորս մասին չէ։ Այն ձեզ բոլորիդ մասին է։ Յուրաքանչյուր մարդու մասին, ով անցել է այս դռնով, օգնություն փնտրելով գտել ոչ միայն ուտելիք կամ ապաստան, այլ արժանապատվություն ու հարգանք։
Յուրաքանչյուր կամավորի մասին, ով նվիրաբերում է իր ժամանակը, որովհետև հասկանում է, որ մենք բոլորս կապված ենք, որ մեկի ցավը բոլորի ցավն է, մեկի ուրախությունը պետք է բոլորի ուրախությունը լինի։ Հանդիսատեսը սկսեց ծափահարել, բայց Գաբրիելը նրբորեն ձեռքը բարձրացրեց, մի պահ խնդրելով. Ես սովորեցի, որ անցյալի սխալները, որքան էլ ցավոտ լինեն, կարող են վերածվել ապագայի հույսի սերմերի։ Մայրս ու ես շատ տարիներ կորցրինք միասին, տարիներ, որոնք երբեք հետ չենք բերի։ Բայց փոխանակ այդ ցավին կապված մնալու, մենք որոշեցինք այն վերածել մի բանի, որը կարող է օգնել ուրիշներին։ Եվ այսօր, նայելով ձեզ բոլորիդ, տեսնելով այն կյանքերը, որոնց դիպել ենք, ես գիտեմ, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարել։ Նա ձեռքը մեկնեց Հեղինեին, որը վեր կացավ բարձրացավ բեմ նրա հետ։ Գաբրիելը ամուր գրկեց նրան, նա պատասխանեց իր փոքր, բայց ուժեղ ձեռքերը փաթաթելով վերակտած որդուն։ Այս կինը, ասաց Գաբրիելը, ձայնը կոտրվելով, ինձ սովորեցրեց անպայմանական սիրո իսկական իմաստը։ Նա ինձ սովորեցրեց, որ կարևոր չէ, թե քանի անգամ է կյանքը քեզ գետնին տապալում, դու միշտ կարող ես ընտրել ոտքի կանգնել։ Նա ինձ սովորեցրեց, որ իսկական ուժը ոչ թե շատ ունենալու, այլ քո ունեցածը տալու մեջ է, որքան էլ քիչ լինի։ Հեղինեն, այժմ բացահայտ լաց լինելով, վերցրեց խոսափողը որդու ձեռքերից։ Որդիս, ասաց նա, ձայնը ձեր, բայց կյանքով լի, դու ինձ վերադարձրիր մի բան, որը կարծում էի, թե հավերժ կորցրել եմ, մի նպատակ, ամեն օր հույսով արթնանալու պատճառ։ Դու ինձ ցույց տվեցիր, որ երբեք ուշ չէ նորից սկսելու, երբեք ուշ չէ փոփոխություն մտցնելու համար։ Նա նայեց հանդիսատեսին, բոլոր այն դեմքերին, որոնք այդքան հարազատ էին դարձել իրեն։ Ես շատ տարիներ մենակ եմ անցկացրել, հավատալով, որ աշխարհը մոռացել է ինձ։ Բայց որդիս վերադարձավ, նրա հետ եկավ ոչ միայն այն սերը, որին ես այդքան սպասում էի, այլ մի ամբողջ ընտանիք։ Ձեզնից յուրաքանչյուրն այժմ այդ ընտանիքի մի մասն է։ Եվ միասին մենք ապացուցում ենք, որ հնարավոր է ցավը վերածել հույսի, միայնությունը, համայնքի, հուսահատությունը, սիրո։ Սրահը պայթեց ծափահարություններից ու արցունքներից։ Մարդիկ գրկախառնվում էին, կիսելով այդ հատուկ պահի հուզմունքը։ Եվ այս ամենի կենտրոնում Գաբրիելն ու Հեղինեն մնում էին գրկախառնված, մայր ու որդի վերջապես վերամիավորված, ոչ միայն ֆիզիկապես, այլ նպատակով ու սրտով։ Միջոցառումից հետո, երբ բոլորն արդեն գնացել էին, մնացել էին միայն Գաբրիելն ու Հեղինեն, տարածքը մաքրելիս, նրանք մի պահ կանգ առան, շուրջը նայելով։ Զղջո՞մ ես, հանկարծ հարցրեց Հեղինեն։ Որ թողեցիր այն կյանքը, որը նախկինում ունեիր։ Գաբրիելը չտատանվեց։ Ոչ մի վայրկյան։ Այդ կյանքը երբեք իմը չի եղել իրականում։ Դա ֆանտազիա էր, երջանկության պատրանք։ Բայց սա, նա ժեստով ցույց տվեց շուրջ բոլորը, սա իրական է։ Այս կապը քեզ հետ, այս մարդկանց հետ, այս զգացումը, որ ինչ-որ կարևոր բան ես անում, սա իրական է։ Եվ ես դա ոչ մի բանի հետ չէի փոխի։ Հեղինեն ժպտաց, այն ժպիտը, որն այդքան սովորական էր դարձել նրա դեմքին վերջին ամիսներին։ Ես էլ չէի փոխի, որդիս։ Ես այնքան բանի միջով անցա, այնքան բան կորցրի, բայց վերջում հետ ստացա այն, ինչն ամենակարևորն էր։ Եվ դրանից ավելին, ես հնարավորություն ստացա փոփոխություն մտցնելու, իմ ցավը ուրիշների համար լավ բանի վերածելու։ Նրանք վերջացրին մաքրելը, միասին քայլեցին դեպի տուն, Գյումրիի աստղազարդ երկնքի տակ։ Այն տունը, որը Գաբրիելը վարձել էր նրանց համար, որը սկզբում Հեղինեին պալատ էր թվում, այժմ պարզապես տուն էր։ Մի վայր, լի սիրով, կառուցվող հիշողություններով, ծիծաղով, զրույցներով, ապագայի պլաններով։ Քնելուց առաջ, ինչպես սովորություն էին դարձրել, Գաբրիելը գնաց Հեղինեի սենյակ, բարի գիշեր մաղթելու։ Նա նստած էր մահճակալին, նայելով այն հին փայտե տուփին, որը բերել էր խրճիթից, լի հին լուսանկարներով ու մանկական նկարներով։ Դեռ նայում ես սրան, մեղմ հարցրեց Գաբրիելը, նստելով նրա կողքին։ Երբեմն, խոստովանեց Հեղինեն։ Ոչ թե տխրությունից, այլ որպեսի հիշեմ, թե որտեղից ենք եկել, թե ինչքան ճանապարհ ենք անցել։ Եվ որպեսի երբեք չմոռանամ, որ նույնիսկ ամենամութ պահերին միշտ հույս կա։ Ես երբեք քեզնից հույսս չեմ կտրել, Գաբրիել։ Նույնիսկ երբ անհնար էր թվում, ես շարունակում էի հավատալ, որ մի օր քեզ կգտնեմ։ Գաբրիելը վերցրեց լուսանկարներից մեկը, այն, որտեղ երիտասարդ ու ժպտացող Հեղինեն գրկին երեխա էր պահում։ Եկ նորը նկարենք, ասաց նա։ Մեր լուսանկարը հիմա, ինչպիսին որ կանք այսօր։ Որպեսի նոր հիշողությունների հավաքածու սկսենք, երջանիկ հիշողություններ, որոնք միասին կկառուցենք այսուհետ։ Հեղինեին դուր եկավ գաղափարը։ Եվ մենք այս տունը կլցնենք լուսանկարներով։
Մեր երկուսի, հույսի տան մարդկանց, բոլոր այն լավ պահերի, որոնք դեռ կապրենք։ Գաբրիելը համբուրեց մոր ճակատը։ Բարի գիշեր, մամ։ Սիրում եմ քեզ։ Բարի գիշեր, որդիս։ Ես էլ քեզ եմ սիրում։ Միշտ սիրել եմ, միշտ կսիրեմ։ Հաջորդ տարիներին հույսի տունը շարունակեց աճել։ Գաբրիելն ու Հեղինեն դարձան հայտնի հարգված դեմքեր Գյումրիում հարակից քաղաքներում։ Նրանց պատմությունը բաժանման ու վերամիավորման, ցավի, որը վերածվեց հույսի, ոգեշնչեց շատ ուրիշ մարդկանց անել իրենց բաժինը, շուրջը նայել տեսնել, թե որտեղ կարող են փոփոխություն մտցնել։ Հեղինեն ապրեց մինչ 80 տարեկան, շրջապատված իր որդու այն համայնքի սիրով, որը օգնել էր կառուցել։ Երբ եկավ նրա հեռանալու ժամանակը, նա հեռացավ խաղաղությամբ, իմանալով, որ իր կյանքը, չնայած բոլոր տառապանքներին, իմաստ է ունեցել։ Նա սիրել էր սիրված էր եղել, փոփոխություն էր մտցրել հարյուրավոր մարդկանց կյանքում, ամենակարևորը, նա հնարավորություն էր ունեցել նորից մայր լինելու, իր որդու հետ կորսված տարիները վերականգնելու։ Գաբրիելը շարունակեց աշխատանքը Հեղինեի հեռանալուց հետո, պատվելով նրա հիշատակը յուրաքանչյուր օգնած մարդու, յուրաքանչյուր դիպած կյանքի միջոցով։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հարցնում էր, թե ինչու է նա դա անում, ինչու է իր կյանքը նվիրում անծանոթներին օգնելուն, նա պատմում էր մի տարեց կնոջ պատմությունը, որն ապրում էր մեկուսի խրճիթում, որը կորցրել էր ամեն ինչ, բայց երբեք չէր կորցրել հույսը, որը սովորեցրել էր իրեն, որ կյանքի իսկական արժեքը ոչ թե նրանում է, թե ինչ ենք կուտակում, այլ նրանում, թե ինչ ենք տալիս, ինչ սեր ենք կիսում։ Այն փոքրիկ հույսի տունը, որը սկսվել էր վարձով ավտոտնակում, ի վերջո վերածվեց համայնքային կենտրոնների ցանցի, օգնելով հազարավոր մարդկանց ողջ Շիրակի մարզում։ Բայց այս ամենի սիրտը միշտ մնաց այն առաջին տունը, որտեղ մի մայր ու որդի, բաժանված դաժանությամբ վերամիավորված ճակատագրով, որոշեցին իրենց ընդհանուր ցավը վերածել ուրիշների համար հույսի։ Եվ այսպես, այն, ինչ սկսվել էր որպես ողբերգություն, վերածվեց քավության, անպայմանական սիրո հույսի փոխակերպող ուժի պատմության։ Հեղինեն ու Գաբրիելն ապացուցեցին, որ երբեք ուշ չէ նորից սկսելու, որ ամենախորը վերքերը կարող են սպիանալ, որ նույնիսկ ամենահուսահատ իրավիճակներից կարող է ծնվել մի գեղեցիկ ու իմաստալից բան։ Նրանց պատմությունը վկայություն էր այն բանի, որ իսկական սերը երբեք չի մահանում, որ մայրը երբեք չի մոռանում իր որդուն, որ երբ մենք ունենում ենք ներելու, ընդունելու մեր ցավը ուրիշների հանդեպ կարեկցանքի վերածելու քաջություն, մենք ունակ ենք ստեղծել փոփոխություններ, որոնք շատ ավելին են, քան մեր սեփական կյանքերը։